Բարի առավոտ, բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ։ Այո, այսօր հունվարի 12-ն է, օրն էլ երկուշաբթի սկսում ենք ավետ։ Այ հիմա լիարժեք իսկապես սկսում ենք աշխատանքային շաբաթները։ Վերջապես, այո, տեսակ ինչ հետաքրքիր ստացվեց, ինչ լուսավոր մարդիկ են ձեզ համար աշխատում տաղավարում Անահիտը եւ ես։ Ավետը, այո։ Այո, եւ այս տարվա առաջին լիարժեք աշխատանքային շաբաթը մենք սկսում ենք միասին ու կարող ենք ասել, որ արդեն իսկ ամբողջությամբ վերադարձել ենք բնականon ռիթմին ու հուսով ենք, որ բոլորն էլ հասցրել են հանգստանալ տոնական երուզերից հետո, շունչ քաշել վերջապես։ Իսկ հիմա արդեն պատրաստ են տարին սկսել ավելի մեծ եռանդով ու հավատով, ինչպես եւ մենք, նաեւ իսկապես հավատում ենք եւ շատ մեծ հույս ունենք, որ այս տարի իսկապես հաջողելու ենք եւ ամեն բան լինելու է հրաշալի։ Գիտես մի հետաքրքիր բան ասեմ, ես ում հարցնում եմ ինչպես է սկսվել այս տարին, ասում են հրաշալի, հեքիաթային, ֆանտաստիկ, թող այդպես էլ շարունակվի, թող որ այդպես հեքիաթային սկսված տարին հեքիաթային շարունակություն։ Դե առհասարակ ասում են թե ինչպես սկսես տարին այնպես էլ կշարունակվի, առհասարակ 2026-ը խոստումնալից է կարծես թե թվում բոլոր կանխատեսումներով, ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ կլինի, պետք է հավատալ։ Ձյունառատ հունվարը կարծես թե շարունակելու է մայրաքաղաքում մնալ ինչ-որ ժամանակ դեռ եւ իսկապես այս հեքիաթային տոնական օրերին չհաշված մայթերին ու ճանապարհներին արկա անհարմարությունները, որը սառույցի հաս չերտել, բայց եւ այնպես այո, մեր տրամադրությունը բարձր էր։ Դե այո, ինչպես ասացիր, ձմեռը դեռ շարունակվելու է եւ առաջիկա օրերին էլ սպասվում են հենց ձնառատ տեղումներ, օդի ջերմաստիճանն էլ էականորեն չի փոխվի։ Դե մի խոսքով դեռ ձյուն է լինելու, իսկ եթե ցանկանում եք ունենալ հրաշալի միջոցառումներ, հրաշալի տոն, քեֆ, ուրախություն, մենք գիտենք, չէ՞, ուր ուղղորդել։ Այո, ես հենց հիմա ուզում եմ առաջարկել ու ասել, թե որտեղ կարող եք նշել ձեր ծննդյան օրը, հիշարժան հավաքույթը, կարևոր առիթը, կորպորատիվ երեկոն կամ էլ ընկերական ջերմ հանդիպումները։ Դրանք կարող են դառնալ իսկապես առանձնահատուկ, ընտրեք Park Bridge ռեստորանը, որտեղ ձեզ սպասվում է հարմարավետ միջավայր, համեղ ուտեստներ ու անթերի սպասարկում։ Ձեզ անհրաժեշտ է ունենալ միայն ուրախ տրամադրություն եւ մնացածի մասին կհոգա Park Bridge-ի հրաշալի թիմը։ Բացահայտեք ձեր տոնական օրերի ամբողջ ջերմությունը Park Bridge ռեստորանում։ Տոնը սկսվում է հենց այստեղ, զանգահարեք 094 38 0606 հեռախոսահամարի։ Տարին լավ է սկսվել, տեսնում եք, մենք աշխատում ենք ձեզ համար, վաղն դուք աշխատեք մեզ համար։ Շաբաթը սկսում ենք հետաքրքիր թեմաների անդրադարձով ու սպասված հյուրերով։ Նախ տաղավարում կհյուրընկալենք մեր մարզիչ, սննդաբան Էլիզա Պետրոսյանի եւ կզրուցենք այս օրերին առողջ ապրելակերպի եւ ճիշտ սննդակարգին վերադառնալու կարեւորության մասին։ Իսկ այ հետո արդեն խոհանոցում սննդարար Բաղադրատոմսեր կներկայացնեն Սաթի հետ, այնուհետև շատ այլ կարևոր թեմաներ ունենք։ Նկատել ես նոր տարվանից հետո, ամանորից հետո երբ վերադարձել ենք, բոլորս լեզում είτε փորձում ենք կարգավորել ինչերս մեզ։ Կարգավորվի, այո։ Հետո կանդրադառնանք Դասավանդիր հանուն Հայաստանի կրթական հիմնադրամի անցած տարվա կարևոր ձեռքբերումներին, իրականացրած բազմաթիվ ծրագրերին եւ արդեն այս տարվա համար մշակված ռազմավարությանը։ Հետո Իսկ հետո տաղավարում կհյուրընկալենք սիրված դերասան մեր լավ ընկեր Ռաֆայել Երանոսյանին եւ նրա հետ կզրուցենք ինչպես Փահլևան մոնո ներկայացման, այնպես էլ մի շարք ստեղծագործական նորությունների մասին։ Մի խոսքով շատ հետաքրքիր զրույցներ ենք ունենալու, սիրված մարդկանց ենք հյուրընկալելու մեր տաղավարում, նաեւ օրվա Բաղադրատոմսը Սաթենիկի հետ միասին, մինչեւ Էլիզան կմիանա Սաթենիկին, մենք կպարզենք, թե նրանք ինչ են միասին պատրաստելու։ Բայց մինչեւ այդ ամենը ներկայացնենք մեր համեղ գործընկերոջը։ Այո, մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը մեր 10-ամյակից ավել է, ինչ առաջատար է նաև Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Եվ սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավինագետների բազմազան տեսականին եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Այո, ընդգծենք, որ Աթենքի հավինագետները պատրաստում են բացառապես հավի կրծքամսից, հավինագետների պատրաստումը տևում է 4-ից 6 րոպե եւ յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչեւ 47.6
6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք եւ հարմար սնունդ է սպորտով զբաղվողների եւ պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենքն առաջարկում է հավի նագետների տարբեր համային տեսականի՝ դասական, պանրով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաեւ ունի հավի ձողիկների դասական տարբերակը։ Յուրաքանչյուր նագետ փափուկ է եւ նուրբ, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ աթենքի հավինագեցների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավինագեցները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում եւ ընկերական հանդիպումները դարձնում են ել ավելի հետաքրքիր եւ ժամանցային։ Այո, այս պահին սիրելի հեռուստադիտողներ, ամենաճիշտ պահն է, թերևս, որպեսզի մենք տեղափոխվենք խոհանոց եւ տեսնենք, թե ինչ են առաջարկում մեր գեղեցկուհիները։ Տոնական սեղաններից դուրս, այո, հետաքրքիր զարմացրեք մեզ։ Էլիզա Սատ, բարի լույս։ Բարի առավոտ։ Բարի լույս, Էլիզա, բարի լույս։ Բարի լույս։ Ոնց անցկացրեցիր տոները։ Հիանալի։ Հասրել ես քարշավակել։ Ես չէ, որովհետև ամբողջ ընթացքում պահել եմ առողջ ափսեի այդ կանոնը, իսկ այո, իսկ իմ բոլոր այն մարդիկ, ովքեր միշտ ինձ դիմում են, իրենք բոլորը ունեն այդ խնդիրը, ինչի հետ կապված այսօր ես առաջարկելու եմ հատուկ այսպես համեղ նախաճաշ սմուդի, որը կփոխարինի եւ այդ ընթացքում կուտակված բոլոր այտուցները, որը որ կուտակվել է ոչ ճիշտ սննդակարգի հետևանքով, դուրս կգա օրգանիզմից։ Որովհետև տոնական սեղանին այնքան խառը ուտեստներ են լինում, այնքան խառը համեղ կերակուրներ են լինում, շատ անգամ չես կարողանում քեզ զսպել։ Խնդրում եմ դեպքում բացի սմուզիից ասա, մենք այստեղ ինչ ենք պատրաստել, ինչպես տեսնում եմ, մենք բալանսավորված աղցան ենք պատրաստել։ Այո, տոնական օրերից հետո շատ կարևոր է անցնել սպիտակուցային ու հատկապես թեթև, ոչ այսպես մսամթերք, ոչ կենդանական սպիտակուցային։ Մենք ունենք այսօր բրոկոլի, որը բուսական սպիտակուցի լավագույն աղբյուրն է, լրացնում ենք բջջանթի մակարդակը գազարով եւ եգիպտացիոնի հատիկներով, որից հետո մենք իրեն համեմելու ենք կենդանական սպիտակուց հանդիսացող թթվասերով։ Այո, պատրաստման ընթացքում ցույց կտանք։ Այս աղցանը կարևոր է հատկապես այս շրջանում։ Շատ բարի։ Շնորհակալություն, իսկ հասկացանք արդեն բաղադրիչների հետ ծանոթացանք, տեղափոխվել ես այնտեղ հյուրասրահ, գործընկերներից հետ զրուցեց, ես էլ կվայելեմ քո հարցազրույցը, խոսքը արդեն տեղափոխենք մեր գործընկերներին, որպեսզի նրանք շարունակեն։ Շնորհակալություն, Էլիս, Սատ, մենք շնորհակալ ենք, բավականին ինֆորմացված եղանք, թե ինչ են պատրաստել ու կարևորը որ կրկին առողջարար եւ սննդարար։ Իսկ այս պահին սիրելի հեռուստադիտողներ եւ Անահիտ, ինչ անենք միասին։ Ընդմիջվենք, այո, կարճատև գովազդով վերադառնանք հյուրասրահ, սկսենք զրույցները։ Մնացեք մեզ հետ։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք հյուրասրահում ենք, արդեն այստեղ ենք, նշանակում է, որ մենք ունենք հյուր ու այն էլ ինչ հյուր, մեր լավ ընկերը։ Եվ այս տոնական օրերին բնականաբար հնարավոր չէ լինի ամբողջությամբ հրաժարվել համեղ ուտեստներից, հետևել առողջ սննդակարգին, բայց դե ինչ անենք։ Արդեն ժամանակն է, այո, ժամանակն է, որպեսզի վերադառնանք ճիշտ ապրելակերպին, հետևենք առողջությանը ու չմոռանանք, որ տոնական սեղաններից էլ կարելի է օգտվել գրագետ, չվնասել առողջությանը ի վերջո։ Այս ամենի մասին էլ կզրուցենք մեր հյուրի հետ։ Չնայած նա արդեն հյուր չէ, նա բարելույսի ընտանիքում է, բարելույսում է։ Կիսահյուր տաղավարում ասեց սննդաբան, մեր լավ ընկեր արդեն Էլիզա Պետրոսյանը, բարի լույս Էլիզա, մենք շնորհավորում ենք իհարկե բոլոր տոների կապակցությամբ, թող 2026-ը քեզ համար լինի նոր ձեռքբերումների, մեծ փոփոխությունների եւ հաջողությունների տարի, եւ ինչպես անցան առհասարակ տոները քեզ համար։ Բարի լույս, շնորհակալ եմ, ես նույնպես շնորհավորում եմ, միանում եմ բոլոր բարեմաղթանքներին։ Ինձ համար շատ լավ, շատ թեթև, անհամբերությամբ սպասում եի, երբ պետք է սկսի, որպեսզի գամ եւ շարունակեմ իմ համագործակցությունը Armenia TV-ի հետ։ Այս օրերին լրացավ 1 տարին, ինչ ես համագործակցում եմ, ինչի շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր առաջարկեցին Սիմային, Սաթին, Իրինային, ում շնորհիվ ես այստեղ եկա եւ գտա ձեզ, սա իմ համար ձեռքբերում է եւ ես շատ ուրախ եմ։ Այսօր այստեղ նստած եմ ուղիղ 1 տարի անց այլ հուզմունքով, որ 1 տարի ենք նշում, իսկ նախորդում ես հուզված էի, թե ինչպես կանցնի մեր եթերը։ Ինչպես հաճելի է։ Էլիզա, ինչպես դու հետևեցիր այս օրերին քո սննդակարգին ու ինչպես պահեցիր ճիշտ սննդակարգ։ Մինչ տոները մենք բավականին մեծ այսպես ռոպագանդում ենք, թե ինչպես օգտվել սննդակարգերից, տոնական սեղաններից, բայց հայկական սովորությունների մեջ կա միևնույն է խախտվում է, միևնույն երեկոյան ժամերին ալկոհոլ են օգտագործում, ուշ են քնում եւ այդ ամենի հետևանքով խախտվում է եւ սննդակարգը եւ առողջ ապրելակերպի ռեժիմը եւ առհասարակ մեր նյութ, այո։
Այո, առհասարակ մեր նյութափոխանակությունը, բայց այստեղ շատ կարևոր է ճիշտ վերադառնալ։ Մեր օրգանիզմը առհասարակ ինքնամաքրվող օրգանիզմ է, ինքը իրեն մաքրում է, բայց մենք պետք է սննդի միջոցով, առողջ ապրելակերպի միջոցով օգնենք։ Ինչ է պետք անել, պետք է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը շատացնել։ Եթե մենք ժամանակ չունենք օրվա ընթացքում մարզվելու, գոնե քայլենք, ինչ որ որևիցե մի տեղ գնալը, մեքենայի փոխարեն քայլենք օրվա ընթացքում այսպես 20 րոպե, 30 րոպե ու շատացնելով։ Այսինքն հիմնական որ տանից տուն գնում են հյուր ոտքով գնան։ Հիանալի տարբերակ է։ Ցավալ։ Երևանի չարենցավան ոտքով առողջ Գիտես, հիանալի կլինի իհարկե առողջ ապրելակերպի համար, որովհետև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը օգնում են մեր նյութափոխանակության կարգավորմանը։ Եթե մենք սնունդը ամբողջությամբ ճիշտ անենք, բայց ֆիզիկական ծանրաբեռնվածություն չունենանք, միևնույն է թերի կլինի մեր առողջ ապրելակերպը։ Էլիզա, այ Ես այսպես լսում եմ Էլիզային ու հասկանում եմ, ես ինչքան եմ խախտել բոլորս, ամեն ինչ։ Վստահ եմ հեռուստադիտողները նույնպես հիմա տանից հասկանում են, բայց ուզում եմ, որ Էլիզան կետ առ կետ որոշ չափով վերհիշի, թե հիմնական տարածված սխալները որն են, որ մեր ազգը սիրում է թույլ տալ ուտեստների խառնելուց սկսած։ Այո, ինչպես արդեն նախորդ մեր խորհրդի ժամանակ նշել էինք, որ պետք չէ խառնել սպիտակուցները, բայց դա միևնույն է կատարվում է, միևնույն երկու տեսակ սպիտակուցը խառնում է տնական սեղաններից օգտվելու ժամանակ, նաև ալկոհոլը, որը որ պետք չէ չարաշահել, բայց դա նույնպես այդպես չենք վերահսկում։ Այս բանին կարծում եմ կարևոր եմ համարում խոսենք ինչպես դուրս գալ սննդակարգից, ինչպես այսպես վերադառնալ առողջ ճիշտ ապրելակերպին ու ինչքան արագ, տեսեք, պետք է կարգավորենք ռեժիմը, ամենաառաջինը պետք է ջրի բալանսը կարգավորենք, օրվա կտրվածքում միջին հաշվարկում 1.5-ից 2 լիտր ջուրը պահպանենք, սկսենք առավոտը 1 բաժակ գոլ ջրով, քնի ռեժիմը, որը շատ կարևոր է, այսպես մենք համարում ենք 11-ին առողջ քունը, եթե մենք քնում ենք 11-ին, մոտավորապես կեսգիշերին, այսպես ժամը 1-ից 2 ընկած հատվածում արթնանում է մեր մելատոնին հորմոնը, որը կարգավորում է օրգանիզմը, նյութափոխանակությունը եւ բոլոր բիոքիմիկ պրոցեսները, որը մեզ անհրաժեշտ է։ Այդ երկու պրոցեսները, որ կարգավորում ենք, արդեն մեծ քայլ ենք արել եւ իհարկե անցնենք կատարենք սննդակարգին։ Հետ տոնական մեր սննդակարգը այսպես ուղեկցվում է ցուրտ օրերի հետ, որտեղ դրսում ձմեռ է եւ ձմռան սննդակարգը առանձնանում է ու ել ավելի պետք է ուշադրություն դարձնենք հակաօքսիդանտներով հարուստ մթերքներ։ Շատ օրինակ դա է ուզում ասել, այս շրջանում սառեցված հատապտուղները հիանալի տարբերակ են։ Կարելի է պատրաստել թեյեր տարբեր, կարելի է պատրաստել հյութեր կամ այլ նախընտրելի տարբերակով, ինչպես որ սիրում եք, ցանկանում եք, բայց պարտադիր օրվա կտրվածքով գոնե այսպես մեկ փոքրիկ չափաբաժին հատապտուղ որևիցե օգտագործել։ Ինձ եւ բոլոր նրանց հիշեցում, ովքեր չեն սառացրել ամռան այդ հատապտուղները։ Այլ ընտրանք կա, կարող են գնել, այո, գտնել եւ սառեցնել։ Իսկ սառը կարելի է ուտել։ Եթե դա քոքինքին հարմար է, որևիցե հակացուցում այդտեղ չկա, կարևոր եմ համարում նաև նշել, որ վիտամին D-ով հարուստ սննդամթերքը պետք է օգտագործել, վիտամին D-ով հարուստ են կաթնամթերքը, հատկապես կաթը, սմետանը, մեր կաթնաշորը եւ այլն, որևիցե նաև ձվի դեղնուցն է շատ հարուստ վիտամին D-ով, պարտադիր ներառեք ձեր սննդակարգի մեջ, որովհետեւ արևի բացակայությունը հստակ է եւ վիտամին D-ն մեզ մոտ այսպես հստակ բացակայում է։ Նաև շատ կարևոր եմ համարում մագնեզիումով հարուստ սննդակարգի մասին հիշեցնել։ Մագնեզիումով հարուստ են մեզ մոտ ընդեղենը եւ սերմերը։ Եկեք այսպեսի մի խորհուրդ տամ մեր հեռուստադիտողներին, այս ձմռան շրջանում ամեն օր 1 թեյ գթալի կտրվածքով օգտագործեն սերմեր, կլինի չիայի սերմեր, կլինի կտավատի սերմեր, ինչպես կցանկանան, նախաճաշի, սմուդի, ինչպես որ կցանկանան, նախընտրելի տարբերակով, որովհետեւ կարգավորում է մեր նյարդային համակարգը։ Իսկ մենք գիտենք, որ եթե մեր առօրյա այսպես առողջ ապրելակերպը խախտվում է, առաջինը նյարդային համակարգն է խախտում, հա, ոչ ճիշտ քուն, ոչ ճիշտ ռեժիմ եւ մագնեզիումով հարուստ սնունդը խիստ անհրաժեշտ է, հատկապես այս շրջանում եւ առհասարակ այս մեր եթերը կարծում եմ շատ օգտակար կլինի, որտեղ այս շրջանում շատ են թունավորումները սննդային, պետք է խուսափենք ծանր մարզ սնունդ այդպես սննդակարգից եւ ինչպես ճիշտ այսպես անցնենք դեպի առողջ ապրելակերպ, վերջին շրջանում ուսումնասիրությունները պարզ են դարձրել, որ եթե մեր սննդակարգը խառնվում է, լավագույն միջոցը այսպես առողջ անցնելու դա սովապահությունն է։ Ինչպես անցնել սովապահությանը, դա այլ տարբերակ է։ Մենք նախ պետք է մասնագետի հետ խորհրդակցենք, արդյոք մեզ կարելի է սովապահություն անել, թե ոչ, որովհետև հակացություններ կան, բայց եթե մեզ կարելի է, պետք է նախապես 1 օր, 2 օր շուտ, այսպես ավելի թեթև սնունդ ընդունենք։ Օրինակ նախընտրություն տանք, այո, պարտադիր, նախընտրություն տանք բուսական սպիտակուցին, թեթև բանջարեղենային ուտեստներին
Նախկին այնուհետև որոշում կայացնենք, ընթրիքից հաշվենք ժամը, մինչև հաջորդ օրը այդ նույն ժամը սովապահություն անենք։ Մեկ բան ներողություն, ավելացնեմ, սովապահության ժամանակ պետք է հստակ պահել ջրի ռեժիմը եւ սուրճը կարելի է արևելյան, դա սովը չի կտրում։ Լավ, արդյոք սա տարբերակ է քաշի պակասեցման։ Սա առողջ տարբերակ չէ քաշի պակասեցման, եթե դա ձեր կողմից նախընտրելի է, միանշանակ դա պետք է վերահսկվի երկու մասնագետի եւ սննդաբանի եւ էնդոկրինոլոգ բժշկի կողմից։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ կան շատ մարդիկ, որոնք որ մտածում են, որ ուղղակի սովապահությամբ կարելի է քաշի կորուստ ունենալ, բայց իրականում դա այդպես չէ։ Ես վստահ եմ գեղեցկուհիներ, որ հերոստատիտողներ, ովքեր որ մեզ լսում են, այս ընթացքում վստահաբար գրեցին այն սերմերը, չիան եւ մնացած բոլոր սերմերը, որոնք որ դու ասացիր, բաղադրիչները։ Բայց այսպեսի մի հարց, Էլիզա, ինչպես, տեսեք, օրինակ հիմա ինձ շատ դժվար է այսպես ուղիղ նստել, որովհետև իմ փոքրիկ որովայնը ինձ մի փոքր խանգարում է ուղիղ նստել։ Բայց ինչպես ճիշտ վերադառնալ այն քաշին, որը որ պետք է լինի առհասարակ առողջ լինելու համար։ Տեսեք, ճիշտ վերադառնալը դա հարաբերական է կախված ձեր կենսակերպից։ Եթե դուք մարզվում եք, եթե դուք սննդի ճիշտ ռեժիմ եք պահում, Ես իմ մոտ ամեն ինչ մինուս էր, ինչ ասացի, ես ոչ մի բան չեմ արել։ Դա լավ չէ, պետք է քիչ-քիչ մենք վերադառնանք։ Ես միշտ ասում եմ, առողջ ապրելակերպը այսպես հասունացման մի շրջան է պահանջում։ Մենք ավելի այսպես երիտասարդ տարիքում անհրաժեշտությունը չենք զգում եւ այդպես չենք էլ ուսումնասիրում առողջ ապրելակերպը։ Հիմնականում ավելի մի քիչ հասուն տարիքում ենք, որովհետև զգացնել է տալի մեր օրգանիզմը, այո։ Հետևաբար, եթե անգամ դուք ունեք նման ոչ ճիշտ սննդակարգ, ես ես զուտ խորհուրդ կտամ օրվա կտրվածքով ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ջրի ճիշտ ռեժիմ եւ քնի ճիշտ ռեժիմը ավելացնեք եւ այսպես համեմատություն տանեք մեկ շաբաթ, իմ ասած իմ խորհուրդներով անեք, մեկ շաբաթ հետո եւ առաջ համեմատեք ձեր զգացողությունները։ Ես վստահ եմ, որ դուք կկապվեք ինձ հետ եւ կասեք, որ բավականին դրական փոփոխություններ ունեք ձեր օրգանիզմում։ Այնքան եմ սպասում այդ օրվան, այնքան եմ սպասում, որ զանգեմ ասեմ Էլիզա, ես 3 կիլոգրամ։ Եթե օրինակ տեսեք, այսպես նայում են մարդուն, ասում են, բայց դժվար չէ ինքը այդքան շատ ինչ որ ավելորդ կիլոգրամներ ունենա, բայց իրականում մի փոքր, հատկապես դերասաններին, մի փոքր քաշի 1 կիլոգրամ, 2 կիլոգրամը միանգամից խանգարում է։ Երբ որ դու ապարում ես օրինակ ռոք էն ռոլի տակ, ու հետո հասկանում ես, որ հասկանում ես, որ այո չէ։ Այսպեսի իրավիճակ է ստացվում։ Նախ եթե մեր մոտ քաշային ինչ որ տարբերություն ա լինում, մենք հստակ պետքա հենց այդ պահին գիտակցենք, որ մեր նյութափոխանակությունը խանգարվել է։ Նյութափոխանակության առաջին այսպես բուժիչ գործողություն դա ջրի ճիշտ ռեժիմն է։ Հենց այդ պահից սկսած ջրի ճիշտ ռեժիմը եթե պահպանում եք, միանշանակ ձեր օրգանիզմը ձեզ զգացնել կտա դրական փոփոխությունները։ Էլիզա, հիմա վերջնական մի փոքր նաև տեղափոխվենք դեպի ամանորյա սեղան։ Տեսեք, մարզիչ, սննդաբան, բայց տոներ են։ Բայց ունեք ընտանիք եւ ունեք նաև հայկական ավանդական գեղեցիկ ընտանիք։ Հետևում եք ավանդական սննդակարգին սովորաբար, որ լինում է սեղաններ, այսինքն մայրաքաղաքային ակցիան, բլիցներ, տարբեր տեսակ ուտեստներ, տոլմա, թե ձեր սեղանը առանձնանում է այս պահին, ես պատկերացնում եմ, որ Էլիզայի սեղանը լրիվ այլ է եղել։ Այո, օրինակ, ես պատկերացնում Էլիզայից հյուրերը։ Չէ, բայց բլինչիկների մեջ բացում են եւ չիայի սերմերը։ Չէ, իրականում տեսեք յուրաքանչյուր ուտեստ, անգամ այն ուտեստները, որը մենք ժառանգաբար այսպես փոխանցվել է եւ սիրում ենք տեսնել տոնական սեղաններին, կարելի է պատրաստել առողջ տարբերակով։ Մենք այստեղ Սաթենիկի հետ յուրաքանչյուր շաբաթ այսպես առաջարկում ենք առողջ բաղադրատոմսեր, նույն ձեր նշած այդ բլինչիկները, նույն տոլման եւ այլն կարելի է պահպանել զուտ առողջ բաղադրիչների կանոնը, ինչպես առողջ համադրել եւ վերջ ամբողջությամբ առողջ տարբերակով եւ այո, մենք բոլոր տոնական այդ ավանդական ուտեստները պատրաստում ենք, բայց առողջ համադրությամբ։ Կեցեք Որն է եղել են աղցանը, որ դու պատրաստել ես այս ընթացքում ամենաշատը ու այսինքն մեր խոհանոցում, որը պատրաստել ես ամենաշատը ու դա է առաջարկում։ Ոչ միայն մեր խոհանոցում։ Տեսեք, եթե խոսքը գնում է այս խոհանոցի մասին, մենք այստեղ փորձում ենք չկրկնվել, որպեսզի կարողանանք հնարավորություն ունենանք առաջարկել տարբեր աղցաններ, բայց ես կառաջացնեմ այս պահին ուղիղ 1 տարի առաջ իմ պատրաստած աղցանը, որը այստեղ մենք պատրաստել էինք պրոշուտոյով, մոցարելա տեսակի պաներով, շատ համեղ բանջարեղենով համադրված։ Դա ինձ համար առանձնանում է, որովհետև այդ աղցանը ամեն անգամ պատրաստելիս ես հիշում եմ իմ ողջ էմոցիաները, երբ ես գալիս էի պատրաստում էի եթերին, ես որոշում էի ինչ աղցան պատրաստել, ինչպես ներկայանալ։ Ես մի այսպեսի հարց ունեմ, որ ինձ հետաքրքրում է։ Արդյոք մարզիչ սննդաբանի ճանապարհը ընտրելը, որպես մասնագիտություն, հետագայում ավելի խորանալ այդ ամեն ինչի մեջ, եղել է ինչ որ բանից դրդված։ Այսինքն դու ունեցել ես ինչ որ
որոշում, որից հետո որ դու եւ լուծել ես խնդիրը, որոշել ես որ դու պիտի դառնաս մարզիչ։ Ես ավելի շատ զգացել եմ առողջ ապրելակերպի այսպես հստակ դրական փոփոխությունները։ Ես ինքս տեսել եմ սկզբնական շրջանում ես եղել եմ մարզիչ եւ հետո տեսնելով թե ինչ կարող է անել մարզումները մարդու օրգանիզմի հետ, սկսել եմ ուսումնասիրել արդեն սննդակարգը եւ այդ բիոքիմիկ process-ները, որովհետեւ եթե մենք խորանանք, այսպես ավելի խորը զրույց տանենք, շատ կարեւոր է իմանալ օրինակ կարդիո մարզումներից առաջ ինչ սննդամթերք օգտագործել, ուժային մարզումներից առաջ ինչ սննդամթերք եւ այդ մթերքները ինչպես են ազդում եւ ես ինքս ինձ վրա այդ փոփոխությունները ամեն օր զգալով այսպես անընդհատ վերապատրաստվում եմ, կատարելագործվում եմ, որովհետեւ մեր օրգանիզմը շատ այսպես ուսումնասիրվում է, բայց միևնույն է միջև վերջ ուսումնասիրված չեն։ Միևնույն է մենք ամեն այսպես նոր վերապատրաստումից կամ առողջապահության նախարարության կողմից նոր ինչ-որ կետից հետո հասկանում ենք, մենք սա չգիտենք, մենք սա բացահայտեցինք, մեր օրգանիզմը անverջ ուսումնասիրելու այսպես աղբյուր է եւ ինձ վերադառնամ ձեր հարցին, ես չեմ ունեցել ավելորդ քաշ, որի հետևանքով ես գնացել եմ դեպի այս մասնագիտությունը, ես նախընտրել եմ ուղղակի լինել ել ավելի առողջ ապագայում, որովհետև ես տեսել եմ, որ այն մարդիկ, ովքեր մարզվում են եւ առողջ են սնվում, այսպես կարելի ասել տարիքը կանգ է առնում եւ ավելի մեծ տարիքում դու ավելի երիտասարդ ես երևում։ Ինչ գրավիչ նախադասություններ տարիքը կանգ առնում։ Հենց այս պահին ես ուզում եմ կիսատ թողնել քեթերը եւ գնալ ու սկսել մարզվել։ Իրականում շատ կարեւոր է, երբ մարդը կարողանում է վեր կենալ տեղից եւ գնալ մարզվելու։ Օրինակ ես կարող եմ ասել, որ մի քանի անգամ փորձելից հետո ես հասկացել եմ, որ իմ մարզումները տևում են ընդամենը 1 ամիս, դրանից ավել, ինչպես ասում են հայերը, չեմ ձգում։ Ծուլության հետևանքն է, թե հետևանք չէ, դա գրաֆիկն է, այո, շատ մարդիկ չեն կարողանում մարզվել։ Այդտեղ խոսում է ձեր երիտասարդությունը, կարծում եմ։ Մի քանի տարի հետո մենք կրկին կհանդիպենք, կզրուցենք եւ ձեր մոտ կարծում եմ ստաբիլ կլինի, որովհետեւ Այսպես դա դժվարություն։ Էլիզա, ինչ եք զգում, երբ ամեն անգամ տեսնում եք այն մարդկանց ցուցանիշները, արդյունքները, ում օգնել եք, որ հասնի առողջ սննդակարգին, մարզումների ստաբիլ, իհարկե։ Դա իմ ձեռքբերումն է, ինձ հետ նիհարող մարդիկ հիմնականում ձեռք են բերում առողջ ապրելակերպի սովորությունները, ես ամբողջ ընթացքում տալիս եմ մեծ գիտելիքներ ու ես հետո հպարտությամբ նայում եմ, որ եթե անգամ մեր համագործակցությունը ավարտվել է, իրենք միևնույն է պահում են այդ առողջ սովորությունները, որովհետև միայն այսպես չխոսեցինք մոնոդիետաների մասին, եթե մենք նիհարում ենք մոնոդիետայով չենք նիհարում, մենք նիհարում ենք այսպես հստակ առողջ ապրելակերպը բերելով մեր առօրյա, մեր սննդակարգ, մեր ընտանիք եւ իհարկե առողջ ապրելակերպը սկսվում է առողջ գնումներ կատարելուց։ Ես այսպես հստակ սկսում եմ խոսել ինչպես գնումներ կատարել, ինչպես տուն բերել, ինչպես համադրել, ինչպես պատրաստել, անգամ են որ 1 րոպեով մտնում ես տուն ու ցանկանում ես որևիցե մի բան այսպես միջուտես տանել, ես գիտեմ առողջ տարբերակները, ես ասում եմ բոլոր լայվ խակերը եւ այդպես մարդիկ ասում են այսքան հեշտ էր, ընդհանրապես պետք էր, ասենք, այդ փոքրիկ գիտելիքը, փոքրիկ մասնագետի ուղղորդումը եւ 1-2 ամիս հետո դու արդեն լիարժեք պատրաստ ես։ Իմ հիմնական այսպես ուղերձներից ու նպատակներից մեկը կրթել որպես առողջ ապրելակերպը տալ մեր ծնողներին, մեր կանանց, մեր աղջիկներին, որպեսզի իրենք փոխանցեն իրենց երեխաներին ու այսպես առողջ, ել ավելի առողջ սովորություններով, սննդային սովորություններով սերունդ մեծանան։ Այո, իհարկե, խոհանոցի ղեկը կնոջ ձեռքում է։ Ես համաձայն եմ, քիչ չկա, բայց արդյոք ես մտածում եմ, որ դա այնքան գումարային տեսանկյունից ես մի քանի անգամ փորձել եմ ճիշտ սնվել ու հասկացա, որ դա բավականին թանկ է նստում, որովհետև հիմնականում այն սննդակարգը, որը ինձ տվել էր մարզիչը, դրա մեջ ներառված էին բավականին թանկ 3 գրամանոց ձկներ եւ այնպիսի բաներ, այո, որոնք բավականին թանկ են նստում 1 օրվա սննդի համար։ Շնորհակալ եմ այս հարցի համար, շատ կարևոր հարց էր, որովհետև շատ այս հարցը լինում, բոլոր մթերքները կարելի է փոխարինել, կա բոլոր մթերքների եւ այսպես լավ տարբերակը եւ բյուջետային եւ հարմար տարբերակը։ Սահմանը սիգով Սահմանը կարելի է փոխարինել իշխանով, հիանալի կերպով փոխադրվում է, իսկ մենք գիտենք, որ իշխանը կարելի եւ հետո այստեղ մոտեցման հարց եւս կարելի է գնել 1 իշխանը եւ իրեն պատրաստել մոտավորապես 10 օրերի ընթացքում սարսափցիկում պահելով եւ մենք կտեսնենք թե ինչքան ենք խնայում գումարը, քանի որ խոսել ենք այս հարցից, ինձ թույլ տամ մի հարցի էլ անդրադառնալ, որը խոսում են ձեթերի մասին, հա։ Մենք երբ որ ես ասում եմ անպայման պետք է գնել
զեյթունի ճիշտ այսպես ձեթ, որը որ պետք է լինի այսպես, ինձ բոլորը ասում են դա թանկ է։ Ոչ թանկ չէ, եթե մենք գնում ենք ճիշտ այդ ձեթը, մենք օգտագործում ենք իրեն փոքրիկ քանակով, ճիշտ քանակով, եւ հետո տեսնում ենք, որ այո, այդ ճիշտ է, սկզբնական շրջանում մենք մեծ գումար վճարեցինք, բայց այդ ձեթը մեզ բավականին երկար ծառայեց, այնինչ արևածաղկի ձեթը գնում ենք, որը չի կարելի թույն է արտադրում եւ վերջին շրջանում ապացուցվել է, որ իր մեջ կան այնպիսի բաներ, որոնք քաղցկեղածին են անգամ, այո, մենք իրեն այսպես շատ ենք օգտագործում, որպեսզի ինչ որ համ ունենա եւ այլն, եւ բնականաբար, եթե անգամ գումարային հաշվենք, մի քանի տարի առաջ ես այսպես գումարային էի անգամ հաշվել, բավականին ավելի թանկ է գալիս, քան այդ մեկ շիշը, որը որ մի անգամ վճարում ես եւ վերցնում ես։ Բոլոր ձեր նշած հարցերը մոտեցման խնդիր է, եթե նույն ձուկը կարելի է գնել մեկ անգամ ու ավելի քիչ չափաբաժներով պատրաստել, դա կլինի արդեն 10 օրվա ընթացքում 2 անգամ քեզ համար ընթրիք կամ 3 անգամ քեզ համար ընթրիք։ Եվ անգամ դիտարկել որպես խնայողություն այս բառերում, այլոց թե թանկ, այո, ապրելակերպ։ Էլիզա, այս ձեթայուղային թեման շարունակելով, ասեմ, որ ես շատ եմ օգտագործում կարագը սննդամթերքների մեջ, ապուրների մեջ, առհասարակ ցանկացած ուտեստների մեջ, անգամ խորովելու։ Դա վատ է թե լավ։ Որովհետև գիտեմ նաև շատ մարդկանց իմ շրջապատում, ովքեր փոխարինում են ձեթը արևածաղկի կարագով։ Չէ, կարագը ձեթի հետ փոխարինելուն ես դեմ եմ։ Կարագը, եթե մենք խոսում ենք տապակելու մասին, պետք է այդ նույն կարագից հանել լակտոզն ու կազեինը, այսինքն մենք ջերմային այսպես մշակման ենք, այո, ստանում ենք յուղ եւ այդ յուղը նոր օգտագործում ենք տապակման համար, ինչի համար, որովհետեւ այդ յուղը այրման այն աստիճանի չի հասնում, որպեսզի արտադրի վատ այսպես տոքսիներ։ Հետեւաբար, եթե դուք թարմ կարագն եք օգտագործում, ես խորհուրդ կտամ օգտագործել սառը վիճակում, դա կլինի ինչ որ հացի հետ, կլինի ինչ որ ձեր նախընտրած տարբերակով, բայց եթե մենք տապակում ենք թե ջեռոցում, թե առհասարակ ինչ որ մի ձև, դա պետք է լինի յուղը, նույն կարագը վերածում ենք յուղի, իսկ դա դժվար process չէ։ Օ, Էլիզա, շատ շնորհակալություն, իսկապես այնքան շատ հարցեր տվեցինք մենք Էլիզային, այսքան երկար դեռ չէինք հարցախեր տալու։ Ինձ թվում է կարևոր է, որովհետև պետք է բոլորը իմանան ճիշտ սնվելու կանոնները։ Գուցե ինչ-որ տեղ կատակով, կես կատակ, կես լուրջ, մենք եւս ասում ենք, որ դե հիմա չստացվեց հետևել, բայց մեկ անգամ չստացվեց, երկու անգամ չստացվեց, երրորդ անգամ դու հասկանում ես, որ արդեն այսպես Սա այն ուղին է, որ մարդիկ բոլոր կյանքում միևնույն է գալիս են հանդիպում են այն կետին, որ պետք է սնվել առողջ։ Ընդհանրապես Էլիզա, մենք մեր ազգով, այսպես ասեմ, ուտո խմող ազգ ենք։ Ուտո խմողը բացի, մենք միջև չի հասնում դանակը ոսկորին չէ։ Այսինքն երբ մարդը չի ցանկացած ոլորտում, ավետ առողջապահության ոլորտում, կրթական ոլորտում, բավականին շատ ենք խոսել, երբ որ դու փորձում ես կոշիկիդ քողերը կոչկելու, հասկանում ես, որ արդեն այսպես դժվարանում ես հետ բարձրանալ կամ առասարակ հասնել կոշիկիդ, այդ ժամանակ հասկանում ես, որ պետք է այո, ժամանակը։ Այո, ժամանակն է ճիշտ մարզվելու։ Մենք ես շատ շնորհակալ ենք, Էլիզա, վստահ ենք, որ քո ճիշտ ու գրագետ խորհուրդները նախ մեր եթերներն են լցնում ու բացի այդ մարդկանց կյանքում լավ անդրադարձան։ Այո, ապրեսանայք, շնորհակալ ենք, որ սկսեցիր մեզ հետ բարի լույսը եւ իհարկե շարունակվելու է խոհանոցում։ Մենք այ օրվա վերջում, երբ որ համտեսենք սնունդը, աղցանը, ուտեստը, այն ժամանակ արդեն Համաձայն ես, թե համաձայն չես, որ այսօրվանից մենք սկսենք առողջապահելակերպ, թե մի քիչ փոխգումար հավաքենք։ Գիտես, կամ բաներ, որոնց որ պետք չէ անդրադառնալ։ Եթերում խոստումներ պետք չէ տալ, որտեղ գուցե չկատարես։ Դե ինչ, սիրելի հեռուստադիտողներ, մեզ հետ Էլիզան Տեր-Պետրոսյան, մարզից։ Բայց նա դեռ լինելու է, այո, եթերում, Սաթի հետ խոհանոցում։ Իհարկե։ Այո, իսկ մենք ընդմիջում ենք Կարճատև գովազդով։ Մնացեք մեզ հետ։ Այդքան խոսեցինք Էլիզայի հետ, բացատրեց ճիշտ սնվելը, ճիշտ սննդակարգը, ինչպես լիքը ճիշտ կետեր պետք է պահպանենք, այո, եւ ահա սկսվում է օրը հենց այդ կետերի պահպանմամբ խոհանոցում այս պահին եւ գեղեցկուինները մեզ առաջարկելու են հետաքրքիր սննդարար բաղադրատոմս, արդեն բաղադրիչները ներկայացրել են, այնպես որ տեղափոխվենք խոհանոց եւ տեսնենք թե ինչ փուլում են նրանք գտնվում։ Այո, բարի լույս։ Մեկ անգամ եւս ասենք բարի լույս, Էլիզան տեղափոխվեց իր սրահից այստեղ խոհանոց, որպեսզի մենք միասին պատրաստենք համեղ սմուզի եւ աղցան բալանսավորված։ Հիմա ասա ինչա պետք։ Ես հագնեմ ձեռնից, հանձնեմ աշխատանքին։ Մեզ անհրաժեշտ է նախ բրոկոլին այսպես երման ջրի մեջ փոքրիկ վախեցնել, ինչպես դու ես սիրում ասել, որից հետո պետք է մանեցնենք գազարը եւ այսպես հերթականությամբ եւ ցուցադրենք եւ պատրաստենք։ Կարող եմ վերցնել դանակը։
Ես կցանկանամ այսօր ավելի շատ խոսել մեր սմուդիի հետ կապված։ Ես առաջարկում եմ այս սմուդին տոներից հետո 1 շաբաթ կտրվածքով յուրաքանչյուր առավոտ սկսել այս սմուդիով, որովհետև ինքը հարուստ է մագնեզիումով։ Մենք այստեղ ավելացնելու ենք սերմեր, ունենք կտավատի սերմ, ունենք չիայի սերմեր, բայց սերմերը այստեղ Իսկ կաթը ինչով կարելի է փոխարինել։ Ես գիտեի, որ դու այդ հարցը կտաս։ Տես, սա ինձ այդ հարցը որ տալիս են, ես միշտ ասում եմ կարող եք փոխարինել բուսական կաթով, բայց դու այն տարբերակն է, որ այդ տարբերակը եւս մերժեցի, բուսական տարբերակով եթե անում են կարող ենք նուշի կաթ, կոկոսի կաթ, իսկ եթե չէ, կարելի է փոքրի, բայց ավելի քիչ չափաբաժնով, եռացրած, սառեցրած ջրով։ Կարծում եմ այդպես եւս համեղ կլինի, որովհետեւ մենք այստեղ ունենք բանան, իսկ բանանը կապահովի քաղցրությունը եւ համը այսպես ասած կգա կբալանսավորվի։ Օրվա էներգիան է, չէ՞։ Այո, այստեղ ունենք նաեւ մենք կակաո, որը բավականին հարուստ է հակաօքսիդանտներով։ Ես արդեն նախնական մեր զրույցում ասացի, որ շատ կարևոր է այս շրջանում ուշադրություն դարձնել հակաօքսիդանտներով հարուստ սննդին, այսպես մեր այսօրվա սմուդին սպիտակուցով, մագնեզիումով հարուստ է, որովհետեւ ունենք սերմեր եւ նաեւ Երկու սերմերն էլ մենք օգտագործել ենք։ Այո, երկու սերմերն էլ օգտագործել ենք եւ հակաօքսիդանտ հատկությունը ավելացնելու են կակաոյի միջոցով, ունենք նաեւ այստեղ բանան, որը այո, կրկին սպիտակուցի աղբյուր է լավագույն եւ նաեւ ածխաջուր, մի խոսքով այսօրվա մեր այս սմուդին ճիշտ սկիզբ է։ Կարելի է օգտագործել եւ նախաճաշի հետ եւ կարելի է օգտագործել որպես նախաճաշ, այսինքն առավոտյան արթնանում ենք, խմում ենք ջուրը, որը ես միշտ խորհուրդ եմ տալիս սենյակային ջերմաստիճանի ջուրը կես լիտր չափաբաժնով խմել, որից հետո պահել ժամային գրաֆիկ։ Ջուրը պետք է խմի մարդ։ Տես, նախ եթե մենք ընդհանրապես այդ սովորությունը չունենք, շատ դժվարություն։ Աշխատում է խոհանոցին երեխային ճանապարհում է, ջուրը դրված է կողքին, այսինքն ինքը մեկ բաժակը կամ երկու բաժակը միջապես պետք է խմի, թե եթե սովորությունը այդ սովորությունը մենք չունենք, պետք է կումկում ներառենք, բայց եթե մենք կումկում սկսում ենք ներառել, մեր օրգանիզմը սովորում է որոշակի ժամանակ հետո, դա 21 օրվա կտրվածքն է, մեր օրգանիզմը արդեն սովոր է եւ մենք կարող ենք մեկ բաժակ ջուրը արդեն հանգիստ այսպես խմել, ընդունել, ճիշտ ու լավագույն տարբերակը նաև չմոռանալու եւ հեշտությամբ ջուրը ընդունելու, որ դնենք մեր անկողնու կողքը, սենյակային ջերմաստիճանի առավոտյան աչքերը բացելու, ասենք խմել։ Իհարկե շատ դժվար է հասնել նման ճիշտ սննդակարգի առավոտյան ջուրը խմելով, որովհետեւ ինքս փորձել եմ, ունեցել եմ ընկերներ, ովքեր որ փորձել են, չեն կարողացել, Էլիզա։ Չէ, ես էլի եմ ասում, եթե մենք չունենք այդ սովորությունը, պետք է կումկում ներառել, պետք չէ միանգամից այդ կես լիտր ջուրը անմիջապես այսպես խմել։ Կումկում սկզբից խմեք ավելի 100 գրամ, մի քիչ այսպես ավելացնելով հասեք ձեր չափաբաժնին։ Այս սմուդին ես առաջարկում եմ խմել մաքուր ստամոքսին, այսինքն եթե մենք արթնացանք, մենք շատ իդեալական մարդ ենք, արթնացել ենք, խմել ենք ջուրը, սպասել ենք 40 րոպե, որպեսզի մեր օրգանիզմը մաքրվի, ջուրը դատարկվի, այսպես ասած ստամոքսի մեջից եւ արդեն ընդունում ենք այս օգտակար սմուդին։ Ես կրկին շեշտեմ, որ ինքը բավականին օգտակար է ու բավականին հենց ճիշտ է օգտագործել հատկապես այս շրջանում, որովհետև պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում, ինչը նյարդային համակարգի համար մեզ մոտ սուղ է, ես փորձում եմ ամեն դեպքում զուգահեռ պատրաստել, հեռուստադիտողների նաև ցույց տանք, թե որքան համեղ աղցան ունենք սմուզիի հետ զուգահեռ, որը մատուցվելու է եւ քաղցած չենք թողնելու։ Ինչ շատ եմ մանրացնելու, որքան մանրացնեմ։ Ես հիմա փոքրիկ ուղեմ ու արդեն Ես ուզում եմ այս պահին, մինչև դու կմանրացնես, կներկայացնեմ մեր գործընկերոջը, Աթենքը, որը ներկայացնում է նագեցներ, հավի զողիկներ, որը մեզ համար շատերիս համար անզուգական տարբերակ է։ Այս պահին ձեր էկրաններին է, ես էլ իհարկե սիրով ներկայացնեմ։ Մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է ինչ առաջատար է նաև Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում հայտնվել է նաև Աթենքի հավի նագետների բազմազան տեսականին եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավի նագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավի նագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք, հարմար սնունդ է սպորտով զբաղվողների, պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենք առաջարկում է հավի նագետների տարբեր համային տեսականի՝ դասական, պանրով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև
Հավի ձողիկներ, դասական տարբերակը, յուրաքանչյուրն ագետ փափուկ է, նուրբ է, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ աթենքի հավին ագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավին ագետների կարելի է դարձնել որպես հիմնական ուտեստ եւ օրինակ կինոդիտման եւ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում, ընկերական հանդիպումները դարձնում են ել ավելի հետաքրքիր եւ էլ ավելի ժամանցային։ Էլիզա, մենք գովազդի ընթացքում հասցրեցինք զրուցել այս ընթացքում ովքեր որ ամանորյա սեղանից օգտվում են, ըստ քեզ որպես սննդաբան այտուցներ են ձեռք բերում, ոչ թե քաշեն ավելացնում։ Դա այդպես է։ Այսինքն որ կանգնում ես կշերքին, զգում ես որ ավելացել ես, այսինքն դա հեղուկ է, ոչ թե այո։ Դա ոչ ճիշտ սննդակարգ կալորիաների բարձր ռեժիմի արդյունքն է, այո։ Եվ ես ցանկանում եմ որ բոլորը մեկընդմիշտ հիշեն, որ կարճ ժամանակում սննդային խախտումը չի կարող բերել այսպես ավելորդ ճարպի, դա սկզբնական շրջանում լինում է այտուց, ավելորդ հեղուկ, որը կուտակվում է շատ ավելի շատ ավելացված շաքարի օգտագործումից, շատ աղային այսպես սնունդ օգտագործումից հետո եւ իհարկե այդ ոչ բալանսավորված, ոչ ճիշտ գրաֆիկից հետո։ Ինչ անել, որ այս ամենը այսպես դուրս մնալ, շատ արագ ազատվել։ Պետք է նախ այս սմուզին եւս օգնում է, ես այս սմուզին շատ եմ նախընտրում եւ անդադ այսպես շեշտում եմ, բայց առաջինը պետք է ջրի բալանսը կարգավորել օրգանիզմում, որը թույլ կտա, որ օրգանիզմը հանի այտուցները ճիշտ ջրի հետ մեկտեղ պետք է նաեւ օրական ավելացնել քայլերի քանակը։ Ես գիտեմ, որ բոլորի ժամանակը սուղ է, չեն հասցնում, բայց գոնե օրվա կտրվածքով 20 րոպեից 30 րոպե պարտադիր է ֆիզիկական քայլի, այսինքն դանդաղ քայլ, արագ քայլ, ֆիզիկականը գուցե չի ներում, պատրաստակամություն չունի, արագ քայլելու։ Արդյոք դա օգնում է կալորիաների իջեցումը կամ որպես սպորտ։ Միանշանակ օգնում է։ Եթե անգամ այդ քայլերու ժամանակը չունենք, կա լիմֆոդրինաժային մարզման տեսակ, որը իրենից այսպես ներկայացնում է 2 րոպե, 2-ից 3 րոպե, ոչ ավել, բայց այդ 2-ից 3 րոպեի ընթացքում արյան շրջանառությունը այնքան է ակտիվանում, որ բավականին ճիշտ ձևով օրը սկսելու տարբերակ է։ Ինչպիսի մարզումներ են, դրա համար պետք է կապվել համապատասխան մասնագետներին, ովքեր որ կուղղորդեն ճիշտ ձևով, դա եւս տարբերակ է։ Ամեն դեպքում մենք յուրաքանչյուրս պետք է օրվա վերջում մեզ հարց տանք, ինչ փոքրիկ ֆիզիկական ծանրաբեռնվածություն մենք ապահովեցինք մեր օրգանիզմի ճիշտ բիոքիմիկ պրոցեսների համար, որpիսի հետո չդժգոհենք, չասենք, որ չունենք ունենք այտուցներ եւ ունենք խնդիրներ։ Շատ բարի։ Ես իհարկե անցել եմ աշխատանքի, ես չէի թողնում, որ հանկարծ աշխատի եւ զգայր չկարողանա խոսալ, դժ չդժվարացրեցի։ Բանանն ենք ավելացնում, կաթն ենք ավելացնում, երկու տեսակի սերմերը եւ կակաոն։ Խոսքը ձերն է, Ավետանահիտ, խնդրում եմ շարունակեք։ Մենք էլ աղմկոյելու ենք, որովհետեւ այստեղ մենք պատրաստում ենք սմուզի։ Այն էլի սմուզի, կաթով առողջարար սմուզի։ Խոսքը ձերն է, Ավետ, Անահիտ, համեցեք։ Շնորհակալություն խոսքը մեզ փոխանցելու համար։ Մինչ նրանք կպատրաստեն սմուզի, ես առաջարկում եմ Անահիտ մեր հեռուստադիտողներին ներկայացնենք, թե ծննդյան օրը առհասարակ հետաքրքիր առիթները, որտեղ կարելի է անցկացնել։ Խնդրեմ։ Այո, հետաքրքիր առիթները, կորպորատիվ երեկոները կամ էլ ընկերական ջերմ հանդիպումները, ինչու ոչ կարող եք դառնալ իսկապես առանձնահատուկ։ Ընտրեք Park Bridge ռեստորանը, որտեղ ձեզ սպասվում է հարմարավետ միջավայր, համեղ ուտեստներ եւ անթերի սպասարկում։ Ձեզ անհրաժեշտ է ունենալ միմիայն ուրախ տրամադրություն ունեցածի մասին, Park Bridge-ի թիմը կհոգա։ Այո, բացահայտեք ձեր տոնական օրերի ամբողջ ջերմությունը Park Bridge ռեստորանում։ Տոնը սկսվում է հենց այստեղ, զանգահարեք 094 38 06 06 հեռախոսահամարով։ Իսկ մենք սիրով, բայց շատ կարճ ժամանակով ընդմիջենք գովազդով, հետո վերադառնանք, այո, եւ մեր հյուրերին ընդունենք։ Մնացեք մեզ հետ։ Ինչ բարի առավոտ, բարի լույս։ Բարի լույս բոլոր նրանց, ովքեր հենց այս պահին միացան մեզ, դե սկսեցինք հետաքրքիր եթերը, այդպես էլ պետք է շարունակվի։ Եվ այսպես դասավանդիր հանուն Հայաստանի կրթական հիմնադրամի համար 2025 թվականը դարձավ ոչ միայն տասնյակ ծրագրերի իրականացման, այլ նաև համակարգային ազդեցության տարի։ Տարվա ընթացքում հիմնադրամի ծրագրերից օգտվել են ավելին քան 60,000 աշակերտ, ինչը նշանակում է, որ այս ամենը կարող է իրապես
եւ նշանակալի ազդեցություն ունենալ Հայաստանի կրթական համակարգի նորովի զարգացման եւ առաջընթացի վրա։ Բազմաթիվ ծրագրերի, ինչպես նաեւ սպասվող նորությունների մասին կզրուցենք մեր հյուրի հետ, շատ անհամբեր ենք։ Սիրով ներկայացնեմ դրան, տաղավարում է դասավանդի իր հանուն Հայաստանի կրթական հիմնադրամի առաջխաղացման գծով տնօրեն Վարդան Փարթամյանը։ Բարի առավոտ, պարոն Փարթամյան, շատ շնորհակալ ենք հյուրընկալվելու համար, կարող եք շնորհավորել այս տարին թող լինի նորանոր ձեռքբերումների ու նոր հաջողությունների ու գրանցած արդյունքների տարի։ Եվ այո, թող այդպես էլ լինի։ Խոսենք դասավանդի հանուն Հայաստանի կրթական հիմնադրամի մասին, ինչով առանձնացավ 2025-ը։ Անշուշտ 25-ը հետաքրքիր տարի էր մեր համար եւ նրանով էր հետաքրքիր նաեւ, որ նշեցինք մեր հիմնադրամի ստեղծման 10-ամյակը եւ այն ինչ որ 2015 թվականին սկսվեց որպես տենց խենթ երազանք, որ կարող ենք ներգրավել երիտասարդներին եւ լուծել այն սուր խնդիրը, որը կա, հա, թափուր աշխատատեղերի եւ բացակայության հաստացի ուսուցիչների մեծամասամբ մարզային եւ գյուղական համայնքներում սկսեցինք 14 մեր առաջին դեսպաններից, այսպես ասած, մեր շարժման համահիմնադիրներից, երիտասարդներից, որոնք հավատացին այդ երազանքին եւ 10 տարի անց ունենք հրաշալի մի շարժում, հա 550 եւ ավել շրջանավարտներ, որոնց մեծ մասը շարունակում են իրենց գործողությունը կրթության համակարգում եւ ինչպես ասեցիք, այդ համակարգային ազդեցության ընդլայնումը, հա մի քանի համայնքներից, որոնք իրականում մեր գրասենյակում տարբեր սրահներ ու սենյակներ կոչվում են հենց այդ համայնքների անուններով, որտեղից որ սկսել ենք մեր աշխատանքը, մինչեւ այն, որ բոլոր մարզերում հիմա ներկայացված ենք, նաեւ առաջին անգամ 25 թվականին Երևանում սկսեցինք աշխատել եւ իհարկե նաեւ համակարգային ազդեցությունը երբեք միայնակ չես կարող անել եւ այդ առումով մենք համագործակցում ենք թե կրթության նախարարության հետ եւ թե համահիմնադիրն ենք 405 դաշինքի, որը իրար հետ է բերում եւ միացնում է կրթության ոլորտում աշխատող կազմակերպությունների։ Գտնում ենք, որ միակ ձևը, որ կարող ենք հաղթահարել մեծ խնդիրները դա ընդհանուր ջանքերով է, որովհետև այլապես այտենց միայնակ ինչ որ ուղղությամբ պայքարել ինչ որ բանի համար, այո, դժվար կլինի։ Շատ գեղեցիկ է, շատ հերոսական է, շատ հոլիվուդյան է, բայց այտենց համակարգային ազդեցության դժվար բերի։ Երկար այո, դժվար է պայքարել այդպես։ Ահա, ուսուցիչների առաջնորդության ծրագրի մասին խոսենք, որովհետև գիտեմ, որ հիմնային կետերից մեկն է ծրագրի առհասարակ։ Այս տարի քանի առաջնորդ ուսուցիչ միացավ ծրագրին եւ առհասարակ դպրոցներում քանի առաջնորդ ուսուցիչ արդեն կա։ Շատ լավ։ Ուրեմն ամեն առանձին կետում մենք ամբողջ Հայաստանում ունենք ավելի քան 100 ուսուցիչներ եւ ամեն տարի հավաքագրում ենք 50 նոր մասնակից, մեր ուսուցիչ առաջնորդ, որոնք գործողվում են տարբեր համայնքներ եւ ինչը հետաքրքիր է առումով նաեւ տենց մի քիչ արկածային, որ երբ որ դիմում են ծրագրին, իսկ մեզ դիմում են ամեն տարի 1500 եւ ավելի երիտասարդներ, որոնցից ընտրություն է կատարում ոչ միայն որ մասնագիտական կարողությունների վրա հիմնվելով, որը իհարկե շատ կարեւոր է, բայց նաեւ այդ առաջնորդության եւ փոփոխություն կրողի կարողություններ ունենան ու ձգտում ունենան եւ ինչն է հետաքրքիր, որ երբ որ ընտրվում են, հավաքվում են մեր գրասենյակում, իրենց տրվում են ծրարներ, իրենք ծրարը բացում են եւ տեսնում են թե որտեղ են գնալու ու չգիտեն որտեղ են գնալու։ Շատերի համար դա առաջին այցելությունն է լինում այդ համայնք, որտեղ ինքը 2 տարի ապրելու է, նույնիսկ դեպքեր են լինում, երբ որ այդ մարզում երբեք չեն եղել ու առաջին անգամ գործում են։ Ինչպես մենք շատ ենք խոսել հենց դրա մասին, որ մարդիկ հենց այդ ծրագրերով ու այս կրթական ծրագրերով առաջին անգամ լինում են մարզերում ու շարունակում են հենց այնտեղ։ Խոսենք նաև սերունդ դպրոցի ամբողջական այս փոխակերպման ծրագրի մասին, այո, ինչ է իրենից ներկայացնում ու ինչն է նպատակը ու ինչ արդյունքներ գնացեցիք։ Շատ լավ, ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին, 25 թվականը նաև հետաքրքիր էր նրանով, որ ծրագիրը արժանացավ PMI մրցանակի, հա, որպես լավագույն սոցիալական ներազդեցության ծրագիր, ինչ է իրանց ենթադրում ծրագիրը։ 2 տարով մեծամասամբ մեր շրջանավարտներից մեկը գործողվում է մի դպրոց, որը բաց է եւ հետաքրքրված է ոչ թե ինչը, այլ ինչպես է փոխելու մեջ, հա, դասավանդման եւ մեր համակարգողը փաստացի աշխատում է թե տնօրինության հետ,
թե ուսուցիչների հետ, թե երեխաների հետ եւ թե շատ կարևոր է ծնողների հետ, որպեսզի ընդհանուր ներգրավմամբ դպրոցի միջավայրի բարելավում լինի։ Այո, միանշանակ եւ տեսեք, այստեղ խոսում ենք սոցիալ-հուզական ուսումնառության մասին, որը այտենց տերմինաբանություն է, բայց իրական հետևանքը ու արդյունքը դրա նա է, որ երեխան սիրով է գնում դպրոց, որը շատ կարևոր է։ Ուսուցիչը վերագտնում է իր սերը դեպի կրթությունը, այո, որը էլի շատ կարևոր է։ Ծնողների մոտ ձևավորվում է վստահություն, որ իր երեխան լավ միջավայրում է իր կրթությունը ստանալու եւ վերջ-վերջո դա նաեւ հավասար է նրան, որ ակադեմիական արդյունքների բարելավում ենք տեսնում սաստիկ, հա, այսինքն 40-50%-ով բարելավում են արդյունքները երեխաների ուղղակի այն պատճառով, որ ինչ որ մեկը իրոք հավատում է, որ ինքը կարող է։ Որովհետև նաև այս 3 կարևոր օղակները փոխկապակցված են, նրանց մեկը մյուսի ինչ որ մի կետ հաստատ կկախի եւ բնականաբար կվարակի նաև մյուս օղակներին ու կթուլանա, իսկ հակառակ դեպքում ինչ որ նպաստում եք դուք հակառակը ամրապնդվում է եւ զարգանում։ Նաև ձեր գործունեության մեջ աշակերտակենտրոն գործունեությունն է հիմնականում շեշտադրվում, ինչը որ իսկապես գովելի փաստ է եւ մենք շատ կցանկանանք, որ մեր բոլոր դպրոցներում եւ առասարակ կրթական համակարգում լինի աշակերտակենտրոն, այո, մոտեցում եւ կամ փոփոխություններ, եթե դիտարկել եք։ Հա, միանշանակ, այսինքն այն նախաձեռնողականությունը, որ մենք տեսնում ենք մեր աշակերտների կողմից, բացի նրանից, որ այսինքն աշակերտակենտրոն շատ դժվար արտաբերվող, բայց եւ շատ կարեւոր բառ, այս այնտեղ նստած նախապատրաստվում էի ու անդադ կրկնում էի, բառը որ ճիշտ ասեի, ոչ թե այն է, որ փոխարինում է այն, որ դու խոսում ես անդադ երեխայի վրա, հա, ու ինֆորմացիա ես լցնում ու անգիրարա եւ այլն, այլ իրեն մասնակից ես դարձնում այդ process-ի եւ ինքը զգում է, որ ինքը համաստեղծում է, ոչ թե ինքը ուղղակի կրողն է եւ ստացողն է տեղեկատվության, ինքը նաեւ խոսակցության մաս է կազմում։ Ինչով է դա փոխվում եւ ինչ փոփոխություններ ենք տեսնում, շատ հրաշալի մի նախաձեռնություն ունենք այս մեր երկամյա ծրագրի շրջանակներում, դա ծրագիր է, որով աշակերտները մեր ուսուցիչների հետ միասին առանձնացնում են մի խնդիր իրենց համայնքում, որ լուծման կարիք ունի, դրա շուրջ ծրագրի առաջարկ են գրում, միասին ներկայացնում են, մենք միկրոգրանտեր ենք տալիս եւ երեխաները կարողանում են իրենց իսկ համայնքում շոշափելի փոփոխություն բերել։ Հիմա ինչ է դա նշանակում, ինքը ավելի շատ է սկսում իր ուժերին վստահել, ինքը հասկանում է ծրագիր ոնց է կազմում։ Այսինքն ներողություն խնդրում, սա խոսքը ուսումնական առաջընթացի ծրագրի մասին է։ Ուսումնական առաջընթացի աջակցության ծրագրի մեջ է սա։ Այո, իհարկե։ Ինքը մտնում է այդ ծրագրի մեջ եւ ինչն է հետաքրքիր, որ երբ որ այցելում ենք տարբեր համայնքներ, որտեղ որ մենք աշխատում ենք, տեսնում ենք, թե երեխաները նաև ինչ նախաձեռնողականություն ունեն, որը ֆանտաստիկ է տեսնել, որովհետև մենք հավատում ենք, որ ներուժը անձայրածիր է, բայց պետք է հնարավորություն տալ, որպեսզի այդ ներուժը բացահայտի ինքը իրեն, եւ այս ծրագիրը օգնում է, որպեսզի աշակերտը ինքը իրեն բացահայտի, նաեւ բացահայտի իր նախասիրությունները, բացահայտի, թե ինքը ինչ մասնագետ է ուզում դառնալ, այս բոլոր հիմնարար կետերն են, որոնք մեզ պետք են, որպես երկիր առաջ շարժվելու համար։ Այս ծրագրի շրջանակներում, ուսումնական առաջընթացի աջակցության ծրագրի շրջանակներում, բացի նաեւ այս ծրագիրը, որ միկրոգրանտներ եւ այլն, էլ ինչ ծրագրեր եք իրականացրել մարզերում, որոնք որ կարևորվել են ու արժևորվել են եւ ձեր եւ նաեւ հասարակության կողմից։ Ասենց մի քանի ծրագիր կառանձնացնեմ, մեկը որ հրաշալի ծրագիր է եւ շարունակաբար ընդլայնելու ենք նաեւ այս տարի, մի քիչ կխոսեմ նաեւ այս տարվա մեր ծրագրերի մասին, դա կայծ կոչվող ծրագիրն է, որը ստարտափների ակսելերատոր է, այսինքն դրանք ստարտափներ են մեր շրջանավարտների կողմից առաջարկված ուղղված կրթության եւ սոցիալական խնդիրների լուծմանը եւ այդտեղ էլ հրաշալի արդյունքներ ենք տեսնում, այսինքն էլի ամբողջը հնարավորությունների մասին հետ գնալով մեր գաղափարին եւ մեր երազանքին եւ համոզմանը այն է, որ ցանկացած երեխա կարևոր չի որտեղ է ինքը ծնվել, արժանի է լավագույն կրթություն ստանալուն եւ լավագույն հնարավորություններին ստանալու։ Եվ տեսնում ենք, որ փաստացի
այդ արդյունքը տեղի ունենում, նաև հետաքրքիր տենց վիճակագրություն կա, որ այս 10+ տարիների մեջ մենք ունենք նաև 8 հոգի, որոնք աշակերտներ են եղել դպրոցներում, որտեղ մենք սկսել ենք աշխատել, որոնք արդեն չափահաս դառնալով դիմել են ծրագրին եւ հիմա իրանք են ուսուցիչ առաջնորդներ։ Եվ դա հրաշալի է, իսկապես։ Հա, այսինքն դա հենց այն շարժումն է, որ մենք ուզում ենք տեսնենք։ Դա արդյունքը հենց այն ինչ որ մեզ պետք է։ Պարոն Փարթամյան, որ համայնքներն են առհասարակ ներգրավված ծրագրում, որ դպրոցներն են եւ արդյոք կա հույս, որ այս տարվա ցուցանիշի համեմատ նաեւ կավելանան դպրոցների թիվը 2026 թվականին։ Անշուշտ, այսինքն տեսեք, բոլոր մարզերում մենք ներկայացված ենք, որտեղ ենք մենք մեծամասամբ ներկայացված, որտեղ ամենաշատը կարիքը կա, այսինքն մենք ունենք գործընկեր դպրոցներ Հայաստանի բոլոր մարզերում, սա մեծամասամբ գյուղական համայնքներ են, շատերը սահմանամերձ համայնքներ են եւ տեղեր են, որոնք օրինակ ֆիզիկայի դասաուսուցիչ չունեն, հա, եւ այսպիսով մենք օգնում ենք, որպեսզի ֆիզիկայի ուսուցիչը այնտեղ հայտնվի, այսինքն 2 տարով աշխատում է, շատ դեպքերում նաեւ ունենք շրջանավարտներ, որոնք շարունակում են իրենց կյանքը համայնքներում, լինում է, որ նաեւ ամուսնանում են ու մնում են այդ համայնքներում եւ այլն, հա, այտենց շատ տարբեր տեսակի պատմություններ ենք տեսնում տարիների ընթացքում, իսկ կավելանա անշուշտ դրա ցանկությունը կա, բայց նաեւ ցանկությունը կա, որ համակարգային փոփոխությունների շնորհիվ մենք կարողանանք արդյունքի հասնենք, որտեղ բոլոր դպրոցները համալրված կլինեն բարձրակարգ ուսուցիչներով եւ խնդիր չենք ունենա առհասարակ որևէ մեկին որևէ տեղ տեղավորելու, ուղարկելու եւ այլն եւ այլն։ Եթե ամփոփելու լինենք 2025 թվականը ինչով առանձնացավ հիմնադրամի համար, ինչ կարևոր ծրագրերով առանձնացավ։ Տեսեք, կան շարունակական ծրագրեր, հա, մեր մագիստրոսական ծրագիրը, հա, մեր մնացած բոլոր ծերունդը եւ երկամյա ծրագիրը եւ կայծը եւ մնացած մեր նախաձեռնությունները, սակայն նաեւ դեպի ավելի համակարգային ազդեցություն, հա, որպես քաղաքականության ձևավորման լաբորատորիա, հա, մենք նաեւ տենց ենք դիտարկում մեր համակարգային ազդեցությունը, որտեղ մեր շրջանավարտները առանձնացնում են այն բացերը, որ տեսնում են կրթական համակարգի օրենսդրության մեջ եւ նաեւ ուսումնասիրում են միջազգային փորձը եւ ներկայացնում են կառավարությանը նախագծեր, որոնք նաեւ շատ դեպքերում ընդունվում են եւ կիրառվում են։ Նաեւ համակարգային այդ մեր շարժումը ավելի արդյունավետ դարձնելու համար մենք հայտարարեցինք Հայաստանի կրթական նախաձեռնության ստեղծման մասին, որը լինելու է Հովանի կառույց, որի տակ գործելու են այս բոլոր մեր ծրագրերը, իրենց շատ ավելի շատ ազատություն եւ ճկունություն տալով, հա, որպեսզի կարողանան ընդլայնվեն, իրենց ռազմավարությունը որոշեն եւ ավելի լայն գործունեություն ծավալեն եւ նաեւ ի պատասխան ձեր հարցի, կարծում ենք, որ հենց այդ կառույցի շրջանակներում մենք կարողանանք նաեւ ցանցի մեծ ընդլայնում անել։ Դե սա սկսվեց երազանքից, հետո դարձավ նպատակ, հետո արդեն շոշափելի արդյունք եւ ուր է գնում, ինչ նպատակներ կան 2026 եւ առհասարակ մեծ նպատակներ ծրագրերի շարունակելու իրականացնել այս տարի։ Շատ հավակնոտ եւ դրա համար շատ ուրախ ենք, որ բավականին երկար արձակուրդ ունեցանք նոր տարվա։ Որովհետև շատ էներգիա է պետք լինելու, իրականության մեջ մարտ ամսին օրինակ մենք մի քանի շատ հետաքրքիր նախաձեռնություն ենք ունենալու, մեկը այն է, որ Դասավանդի հանուն Հայաստանին Teach for Army, Teach for All ցանցի մաս է կազմում եւ մարտ ամսին մեր մոտ տեղի ունենալու համաեվրոպական համաժողովը, որը տարբեր եվրոպական երկրներից ներկայացուցիչներ եւ փորձագետներ է բերելու, շատ հետաքրքիր համաժողով նախատեսվում, որից հետո անցկացնելու ենք արդեն բաց ֆորում բոլորի համար, հանրային ֆորում, որը ներգրավելու է թե տեղական փորձագետների եւ թե միջազգային շատ անվանի փորձագետների, ինչի շուրջ խոսելու ենք հենց կրթության ապագայի մասին, որովհետեւ այդ ապագան այսօրվա դրությամբ շատ դժվար է կանխորոշել եւ գուշակել, հաշվի առնելով նաեւ արհեստական բանականության կիրառումը եւ ընդլայնումը ու չգիտենք ինչ է լինելու։ Կարծես թե պայքար կա արհեստական բանականության հետ ոնց որ։ Գիտեք ինչ է, մի կողմից միգուցե դա պայքար է, միգուցե դա համագործակցություն է եւ հնարավորություն է։ Հա, այսինքն ամեն առանձին կետում, երբ որ ինչ որ նոր տեխնոլոգիաներ են հայտնվում, առաջին դրա ռեակցիան լինում է, որ
սա ինչա լինելու, սկսած նրանից, երբ որ առաջին տպագրական սարքը ներդրվեց, դա աշխարհի վերջը պետք է լիներ, չեղավ, հա, այնտեղ որտեղ մենք այսօր ստեղ ենք, հա, հեռուստատեսությունը եւ ինչ ասացին առասարակ ձիերը, երբ ստեղծվեց առաջին մեքենան, սկսենք դրանից, ահա եւ վերջ։ Ինձ թվում է իրենց չհարցրեցին, ցավոք։ Չհասցրին էլ հարցնել։ Ամեն դեպքում վստահ ենք, որ նեւ փոփոխությունների սպառակայում կփորձեք հնարավորինս դրական։ Հա, իհարկե, նաեւ, այսինքն, այստեղ պետք է միասին աշխատելու եւ նորից, հա, գործիք որպես արդյունավետ գործիք օգտագործելու եղանակներ գտնենք։ Տարվա ընթացքում բավականին էլի հավակնոտ ծրագրեր ունենք, թե մեր դոնորների ներգրավման առումով, հա, երկրորդ անգամ, առաջին անգամ 2025 թվականի հուլիսին իրականացրեցինք, երկրորդ անգամ անելու ենք մեր դրամավակ ճաշկերույթը եւ նաեւ այնպես են կարեւոր, որպեսզի ցանկացած քաղաքացի կարողանա իր լուման ունենա կրթության զարգացման ոլորտում եւ անշուշտ շարունակում ենք հավաքագրումը մեր ուսուցիչ առաջնորդների, եթե այս հրաշալի գործից դուք հոգնեք ու ուզենաք գնալ համայնքներ դասավանդելու, կարևորը որ առաջարկնել եղավ, շնորհակալություն։ Հիմնականում դրա համար է եկել, որպեսզի ձեզ հավաքագրեմ, ոնց որ ստացվում է։ Ոնց որ թե այո, մենք էլ համաձայն ենք, պարոն Փարթամյան, մենք ձեզ շատ շնորհակալ ենք եւ իհարկե ուզում ենք անպայման ասել, որ թող 2026 թվականի ընթացքում ձեր ծրագրերը շարունակվեն այլ ավելի նոր թափով ու այլ ավելի շատ հաջողություններ գրանցելու ակնկալիքով։ Շնորհակալ ենք, որ մեր տաղավարում եք։ Փոփոխությունները միշտ լինեն դրական, ինչպես որ այժմ պահպանում եք։ Շնորհակալություն, որ այստեղ եք, ձեզ լավ օր ենք մաղթում։ Այո, շնորհակալ ենք, որ մեզ հետ սկսեցիք։ Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, այս պահին կարճատև գովազդ մեր եթերում, որից հետո կվերադառնանք կրկին հյուրասրահ։ Սիրելի հեռուստադիտողներ, բարի լույս, բարի առավոտ։ Մենք այսօրվա ընթացքում խոսեցինք տարբեր թեմաների մասին, բայց կարծում եմ, որ վերջին ավարտը, այսպես մեր հաղորդման, պիտի լինի շատ հետաքրքիր, շատ յուրահատուկ, որովհետև մեր հյուրն է, շատ սպասված է։ 2025 թվականը բավական ակտիվ, ստեղծագործական նորություններով ու տարբեր ձեռքբերումներով լի էր, ու մեր տաղանդավոր արտիստը այսօր հենց մեր տաղավարում է դրա մասին խոսելու համար։ Մոնոներկայացում, ֆիլմեր, համագործակցություններ եւ այս ամենը շարունակում է նաեւ այս տարի արժևում սպասված շրջագայություններ կլինեն եւ ոչ միայն մեր հյուրն է սիրված ու տաղանդավոր արտիստ, մեր շատ սիրելի դերասան Ռաֆայել Երանոսյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շնորհակալություն, որ առավոտը սկսեցիր մեզ հետ։ Շնորհակալություն, որ մարդատեղ դրեցիք ու հրավիրեք։ Երկար սպասում եմ, երբ Ռաֆայել, միշտ սիրո։ Նախ շնորհավորում եմ։ Ինչի համար։ Անցած տոների կապակցությամբ։ Զանգ էիք, անցած տոները շնորհավորելը որ։ Զանգել ենք շնորհավորել։ Զանգ էիք, ասեք Ռաֆայել, նոր տարի շնորհ։ Անցած տոնը շնորհել, դու կարաս հուլիսի 26-ին ասես, ի՞նչ տարբերություն է անցած։ Բայց մենք պատրաստվում ենք մի ամբողջ տարի դրանից հետո ասել։ Ինչի համար է կանչեցի։ Քեզ կանչել ենք, տեսար այդքան լավ բաներ ասացին քո մասին, որ։ Մի բան ասեմ, շատ շնորհակալություն Անահիտ ջան, հեսա կշփվենք այդ Աբետ ջան, այդ որ ասում էիր սկզբից ներկայացնում էիր, դա դու էիր գրել, թե գրել դե։ Ես եմ գրել, չէ, ես եմ։ Տենց ես մտածում իրոք։ Անկեղծ։ Այո։ Շնորհակալություն, Անահիտ ջան։ Դասում։ Ինչ ասեմ։ Մի բան ասեք, կանչել խոսել Ռաֆայելի հետ այս։ Եթե ինչ-որ հարցեր պատրաստել եք, կարող եք տալ։ Մի հատ հայաց գցանք հետ, հետո արդեն դեպի առաջ։ 2025-ը ինչով առանձնացավ առասարակ ստեղծագործական առումով։ 2025 թվականը նախ ես ոնց որ մնացած բոլոր այն տարիներին ու 2025 թվականից էլ եմ իրոք շատ գոհ ու շնորհակալ, որովհետև 2025 թվականը բուրըն տարի էր, ինչպես նշեցին գործընկերը, թե ստեղծագործական, թե անձնական, մի խոսքով ամեն ինչը հրաշալի էր, հյուրախաղեր Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանի Հանրապետությունում կարելի ասել ամեն շաբաթ, ոչ միայն կամերային թատրոնում, այլ նաև իմ անտիպրիզային ներկայացումներով, իմ մոնոներկայացումներով 2026 թվականը սպասվում է նորից նմանատիպ տենց բուրըն, ոնց որ ասում եմ, մարտական մտել ենք 2026 թվական նոր ներկայացումներով, նոր հյուրախաղերով, նոր ֆիլմերով,
շատ բաներ կա, որոնց մասին կուզեի բարձրաձայնել, բայց չեմ կարող, որովհետև ճակերտները չեմ ուզում շատ բացել, թող մնա մի քիչ անակնկալ, որովհետև մարդը չգիտես ինչ կարող լինի, կարող է եւ չստացվի, իսկ ես չեմ սիրում ասել մի բան ու չանել։ Այդ երևի թե կասի հաստի աբետ։ 2025 թվականը էսքան է, լավ, տարեվտուրն արեցին, գնացի տուն, ցենց նոր։ Այդ շատ լավ է։ Իրականում Ռաֆայելը տենց ոնց ասեմ, ես իրականում երբ որ ուզենայի ավելացնել, տենց մարդ թատրոն հասկացություն հենց իր մասն է, ինքը որտեղ որ կա, իր շուրջ հումորն է, ուրախությունն է, ու ժպիտներն են, ու ոչ միայն է, փողը կա, բայց մեծերը եթե խոսում են սովորացրել եմ, եթե մեծերը խոսում են, փոքրերը պետքա լռեն։ Խոսում եմ, լսի, վաղը չեմ իսոր ինչ-որ միտեղ հյուր կկանչեն, նույն ձևի կխոսած քո ձևով։ Լավ, խնդրեմ։ Խնդրում եմ, Աբետ ջան, քեզ այնպես մի բայ որ ելնեմ նույն ձևի վարվում, ոնց որ վարվում եմ թատրոնում։ Նա անընդհատ ասում ես Ռաֆայելը ուրախությունն է, մարդկանց մոտ տպավորություն կնի, որ ես միշտ ուրախ եմ։ Հա։ Բայց ես այսօր շատ թխում եմ։ Եկա կոֆե չտվեցին ձեր մոտ։ Իսկապես չեն տվել։ Մենք կկազմակերպենք այդ հարցը։ Խնդրում եմ հիմա։ Անկեղծ հարցը կկազմակերպենք։ Արի մինչև սուրճին անդրադառնալ, արի խոսենք Փահլևան ներկայացման մասին։ Փահլևան ներկայացումը Ուսմեք յարդ խոսեք, որտեղ Փահլևան ներկայացում ես 2 տարի խաղում եմ, անգիր գիտեմ այդ ներկայացման մասին ամեն ինչ։ իրականում չես թողում, մենք փորձում ենք շատ հետաքրքիր հարցեր։ Լավ, այն գոշի բան չեմ անի։ Արդեն բարի լույս բոլորին, արտնացանք, այս ամեն ինչ ուղղակի անոնս էր, արագ բարի լույս բոլորին, սիրելի հայ ազգ, սիրելի հերոստադիտող, Armenia TV-ի ուղիղ եթերում ես եմ ձեր խոնարհ ծառա Ռաֆայել Յանոսյանը, իմ տաղանդավոր գործընկերների հետ միասին փորձենք մոտակա մի քանի րոպեն, երևի թե 2 րոպեից կգնամ, փորձենք ձեզ ուրախացնել ու ձեր տրամադրությունը մի փոքր բարձրացնել։ Ասա Աբետ։ Ռաֆ, Փահլևանով դու եղար Միացյալ Նահանգներում եւ ոչ միայն։ Ինչ արձագանքներ ստացար։ Ինչ արձագանքներ ստացար առհասարակ մոնոներկայացման վերաբերյալ։ Փահլևանի վերաբերյալ հանցանս ինչքանով սիրեց քո ներկայացումը։ 2018 թվականից արդեն ես իմ առանձին մոնոներկայացումներով հանդես եմ գալի, ոմանց դա շատ դուր է գալի, ոմանց ոչ, բայց ասում եմ ես էլ իմ ներսում կուտակվելա ու ես էլ ուզում եմ իմ այն ինչին որ ներսում կուտակվում եմ, փորձում եմ դա հումորի տեսքով ներկայացնել հանդիսատեսին։ Առաջին ներկայացումս հանդիսատեսի դատին հանձնեցի 2018 թվական, որը կոչվում էր Թրաֆիկ, երկրորդ ներկայացումը 2021 թվականին, որը կոչվում էր Էվոլյուցիա, եւ երրորդ ներկայացումը 2023 թվականին, որը կոչվեց Փահլևան։ Փահլևանը ինչպես նախորդ երկու ներկայացումները իր ուրույն տեղն ունեցավ թե իմ կյանքում, թե թատրոնում եւ թե հանդիսատեսի մոտ, որովհետեւ իրոք սիրվեց հանդիսատեսի կողմից առ այսօր խաղում եմ իմիջիայլոց վերջին մի քանի ներկայացումներ եմ մնացել հունվարի 14-ին եւ 16-ին նախավերջին ներկայացումներն են եւ երևի թե փետրվարին 1 ներկայացում էլ կավելացնեմ որովհետեւ ու կավարտվի Փահլևանի էվոլյուցիան էլ կավարտվի որովհետեւ պատրաստում ենք արդեն թվով 4-րդ ներկայացմանը երևի թե ամեն ինչ եթե գնա շատ սիրուն եւ իդեալական երևի թե փետրվարի վերջ արդեն կհանձնեմ իմ թվով 4-րդ ներկայացումը կհանձնեմ հանդիսատեսի դատին բայց մինչ այդ Սա այն փակագծերից չէր որը չէր Չէ, ես այդ փակագծերից վերնագիրը չեմ ուզում ասել, որովհետև ինքը մի քիչ ուրիշ ձև ենք ուզում սկսենք ներկայացնել իրան թե ոնց պետք է լինի, ինչ ձև պետք է լինի, դրա համար տենց շատ փակագծեր չբացեմ, որովհետև այդ ամեն ինչի մասին, որ մենք պետք է հրամցնենք, հերոստատիտողին հանդիսատեսին մարդիկ են աշխատում, հիմա որ ես դրեմ ամեն ինչ ասեմ, մարդիկ ասեն Ինչի՞ Դրա համար Փահլևան ներկայացումը սիրվեց ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև Եվրոպայում, մի շարք քաղաքներում շրջագայություններ ունեցա, շատ երկրներում եղա, նորովի բացահայտեցի Եվրոպան, յուրախաղերով համել մեկնեցի Միացյալ Նահանգներ, 5 ներկայացում խաղացի Միացյալ Նահանգներում, կրկին բուրըն արձագանքներ եւ տենց լեփլեցուն դալիճներ, ինչի համար ես նախ շնորհակալություն եմ հայտնում հանդիսատեսին, թե Հայաստանի Հանրապետության, թե Եվրոպայի եւ թե Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի Դաշնության, շնորհակալություն ձեզ, որ դուք կաք, որովհետեւ ասել եմ ու ելի կասեմ, այդ ձեր շնորհիվ է, որ մենք ընտանիքով մսով ճաշ ենք ուտում տուն եմ առել, մեքենա եմ առել, դե պետք է շնորհակալություն հայտնես, հանդիսատեսին պետք է ավետ խոսում եմ, հանդիսատեսին պետք է շնորհակալություն հայտնես, շնորհակալություն ձեզ, որ ձեր երեխաների բերնից այդ մի կոպեկ փողը կտրում եք ու բերում եք տալիս եք մեր ընտանիքին, շնորհակալություն, ասա։ Պարս թափանցիկ Ռաֆայել Երանոսյան։ Շատ պարս թափանցիկ, ախր բոլորը չի որ կարող են ասել, այն ինչ որ բոլորը մտածում են այնպես ինչպես որ դուք նախանձ եք, իսկ ես նախանձ չեմ։ Չէ, մենք նախանձ չենք։ Ես ոչ մի բան այս աշխարհից հետս չեմ տանել, դուք փորձում եք ինչ-որ մի բան տանել։ Չէ։ Ես տալիս եմ ձեզ ուղակի։ Ասա որ ինչքան եմ տվել ձեզ։ Մի 20,000 քաղաք։
Չէ։ Չէ, Ռաֆայել, խնդրում եմ ավետ։ Չէ։ Ավետ։ Տեսեք, հենց հիմա ուղիղ եթերում սա կաշառք է, բացայտ։ Սա բացայտ կաշառք է։ Չէ, ավետ, խնդրում եմ։ Ավետ։ Ավետ։ Իրականում գուցե սխալ հասկանան հեռուստադիտողները Ռաֆայել դրա Ես ավետի շատ եմ սիրում, որտեղ ավետը մի բան ասեմ, Անահիտ ջան, հազար ներողություն, քեզ հետ պատիվ չեմ ունեցել բեմում հանդես գալու, բայց ավետը մեր թատրոնի դերասաններից է, որ արդեն մի քանի տարի աշխատում է կամերային թատրոնում ու ավետն էլ ու մնացած բոլոր այն մարդիկ, ովքեր որ նոր են ընդգրկվել կամերային թատրոնի խաղացանկում եւ որպես դերասան հանդես են գալի, բոլորն էլ գիտեն, որ ես իրենց ինչքան շատ եմ սիրում, ավետին առանձնահատուկ, որովհետեւ իրոք շատ տաղանդավոր, շնորհքով շատ լավ մարդ։ Մեր հումորները, դա մեր հումորն է ու մենք իրար շատ ենք սիրում։ Այնքան շատ ենք սիրում, եթե ձեռս նույնիսկ ճար լիներ, կտանեի քեզ մեր տուն կպահի ավետ։ Այդքան շատ եմ սիրում։ Ես էլ քեզ եմ շատ Պապան միշտ ասում, ավետին բեր մենք պահենք, ասում եմ, չփաչա, իրանք ընտանիք ունեն, թող իրանք ընտանիքը։ Ավետ ինչի՞ Ինչ եք սարքել, որ նկարել եք։ Չեմ կարողանում, ես հասկանում եմ, շատ դժվար է իրականում իր հետ փորձել։ Դժվար չի, մեծ ոչ մի բան ավետ։ Դժվար լավ իմաստով, դժվար լավ։ Իսկ ես ջուր խմելու, հա։ Այո, այո։ Իհարկե, խոսեցինք մեծ կամերային թատրոնից։ Եկեք թատրոնին անդրադարձանենք, որովհետև այս տարի մեծ նորություններով է հանդես գալու կամերային թատրոնը։ Իհարկե պրեմիերաները միշտ ամեն տարի գերազանցում են, այո, իրար, բայց նաև վերադառնալու եք հյուրախաղերի դեպի Միացյալ Նահանգներ։ Մի փոքր խոսենք այս մասին։ Ասեմ Անահիտ ջան, ուրեմն կամերային թատրոնում իմիջայլոց այս տարի լրանում է 20 տարին, որ ես աշխատում եմ կամերային։ Այո, երեք էինք խոսում դրա մասին, 20 տարի ես աշխատում եմ կամերային թատրոնում, 20 տարի կարելի ասել ամեն օր իմ շատ սիրելի թատրոնում ես հանդես եմ գալիս ներկայացումներով։ Կամերային թատրոնը դա ինձ համար մի հատ ուրիշ աշխարհ է։ Կամերային թատրոնը դա ինձ համար մի ուրիշ պատմություն է։ Եթե նստեմ ու սկսեմ խոսել, նույնիսկ 20 տարին չի երիկի, որովհետև իրոք շատ բան կարելի ասել կամերային թատրոնի մասին։ Կամերային թատրոնի մասին ասում է հենց ինքը, կամերային թատրոնը արդեն իր մուտքով, իր ձեռագրով, իր ամեն ինչով, որովհետև արդեն 44-45 տարի պատմություն ունի Երևանի կենտրոնում կա մի վայր, որտեղ որ սիրահարվել են, տխրել են, ուրախացել են, կտրվել են առօրյա հոգսերից ու այսօր էլ բացառություն չի ու կրկին լեփլեցուն դալիճներ Ինչի համար եւս ես ձեր խոնարհ ծառա Ռաֆայել Յանոսյանը շնորհակալություն եմ հայտնում, որովհետեւ ոչ ոք շնորհակալություն չի հայտնում ձեզանից հարգելի հանդիսատես, շնորհակալություն ձեզ, որ դուք կաք ու գալիս եք կամերային թատրոն, որովհետեւ ձեր շնորհիվ է, որ արժեն ժամանակ առ ժամանակ ընտանիքով գնում են հանգստանալու։ Ինչ խոսք։ Էդ էլ պետք է ասես, ավետ ջան։ Ամեն ինչ ասես։ Կամերային թատրոնը հիմա յուրախաղերով մեկնում է Միացյալ Նահանգներ։ Մարտ ամսին կամերային թատրոնը երկար տարիներ անց 11 թվականին ենք կամերային թատրոնի 15 տարի անց։ Հա, 15 տարի անց կամերային թատրոնը կրկին մեկնում է յուրախաղերով Միացյալ Նահանգներ, երկու ներկայացում ենք տանում Սիրո խոստովանություն Երևանին, որն արդեն 15 տարուց ավել է կամերային թատրոնի ռեպերտուարում կա եւ միշտ լեփլեցուն դալիճներ։ Հավատացեք, օրական այդ ներկայացումը դնեն, օրական այդ ներկայացումը կգան ու լեփլեցուն կլինի, որովհետեւ ամեն մեկը այդ ներկայացման մեջ տեսնում է իրեն։ Ամեն մեկը այդ ներկայացման մեջ իր բակն է հիշում, իր, չգիտեմ, խաղ ընկերոջը, ամեն ինչ կատարվել է իր կյանքում։ Եվ տղաները չափնացնում են կրկին Արա Երինջակյանի հեղինակային, բայց մեր հարգարժան Արշու Հարությունյանի բեմադրությամբ այդ երկու ներկայացումներով մեկնում ենք լավագույն նվերը, որ կարող է մարտի 8-ին եւ մարտ ամսին գարնան այդ գեղեցիկ հրաշալի օրերը Լոս Անջելեսում դուք ձեր ընկերներին նվիրեք, դա իրոք կամերային թատրոնի հյուրախաղերն են, գնեք կոմսերը եւ անպայման այցելեք, որովհետեւ հավատացեք ամենամեծ գրավականը արտիստի ու ընդհանրապես դերասանի համար դա լեփլեցուն դալիճներ են, որովհետև եւ բուրըն ծափարություն։ Օրերը խնդրեմ եւս մեկ անգամ հիշեցնես։ Մարտի 6-ին Սիրո խոստովանություն Երևանին եւ մարտի 8-ին կանանց միջազգային օրվա բացումը ոնց որ Միացյալ Նահանգներում տղաները չափնացնում են, որտեղ զբաղված ենք ես, Սենիկը Բարսեղյան եւ Ներսեսը Մարկոսյան։ Կրկին տաղանդավոր, բայց ոչ այդքան։ Այո, սիրելի հեռուստադիտողներ, մենք ձեզ հորդորում ենք գնալ ներկայացումները դիտել անպայման ոչ մեկին ոչ մի բան մի հորդորի։ Չհորդորենք, առաջարկել։ Սիրելի հանդիսատես, կամերային թատրոնի հյուրախաղերով գալիս է Միացյալ Նահանգներ, եթե ժամանակ ունեք, եկեք, դու ով ես, որ ինչ-որ հորդորում ես ինչ-որ բան։ Ինձ էլ աթվում է, շատ ուրախացնում եմ։ Անահիտ ջան, շատ ներողություն, որտեղ սա մեր Ես Ռաֆայելի հումորներով տեսնում եք, ինչ հպանցիկ անցնում եք։ Որտեղ դու գիտես, որտեղ դու ինձ ճանաչում ես վաղուց, մարդիկ կան ովքեր որ ինձ չեն ճանաչում, այդ արդեն այդ մարդկանց խնդիրն է։ Խոսենք Ռաֆ Ռիլի մասին։ Խոսենք Ռաֆ Ռիլի մասին։ Բայց ինչի՞ շատ դիտումներ ունեցար, լավ առաջարկ է, առաջ
խաղացում տվեց սա քեզ։ Արդյոք սա քեզ համար ձև է, նոր արտահայտվելու բաներ կա, որոնք չէ առօրյայում մեր կյանքում ընդհանրապես բաներ կան, որ դու տեսնում ես եւ ուզում ես դրանց մասին բարձրաձայնես։ Ճիշտ է, դա ինձ համար բեմն է, որտեղ որ ես միշտ բարձրաձայնում եմ այն հուզող հարցերի մասին, ինչի մասին, որ համ ինձ է հուզում, համ էլ համոզված եմ շրջապատին, որովհետեւ եթե ինչ-որ մի թեմայի շուրջ դու բեմից բարձրաձայնում ես ու հանդիսատեսը քեզ դրա համար հոտնկայս ծափարում է, նշանակում է դա կրկին իրան էլ է մտահոգում։ Rap Reels-ը հենց դրա մասին է, որ սոցիալական հարցեր փորձենք եւ որ ինչ ենք այդքան շատ ազդանշաններ տալիս կամ ժամանակին չեն գնում բժիշկի կամ կեղտոտ ենք պահում մեր քաղաքը կամ լիքը շատ ու շատ կամներ կան, որոնց մասին փորձում եմ ես ոչ հումորով, այլ տենց փորձում եմ ներկայացնել։ Կնայի 5 հոգի, ես ինձ լիարժեք կզգամ, կնայի 50,000 հոգի, ավելի լավ։ Ասում եմ ամեն մեկս եթե փորձենք ինչ-որ մի sense բանով փորձենք օգտակար լինենք թե մեր հանրապետությանը, թե մեր երկրին եւ թե մեր մայրաքաղաքին առավել եւս ինձ թվում է ավելի գեղեցիկ քաղաք ունենանք ու ավելի գեղեցիկ տենց քաղաք թողնենք արդեն ծերուներին։ Սա արդեն որպես սոցիալական անդրադարձ, որովհետեւ հարթակ է եւ որպես արտիստ էլի փորձում ես որ այդ հարթակն էլ ծառայեցնես լավ գործունեության, իսկ որպես արտիստ քո գործունեության ինչքանով ես կարևորում սոցիալական առասարակ հարթակի ազդեցությունը, որովհետեւ կարելի ասել 21-րդ դարում մեր առօրյայի շատ մեծ մասն է կազմում դա։ Ես այսպես ասեմ, պապան էլ առանց հեռախոս էլ չի կարում, որովհետև հայրիկս Ռաֆոջան տատիկս առանց հեռախոս ես դե տատիկ չունեմ։ Տատի ժամանակ հեռախոս չկար։ Հիմա տատի ժամանակ ուղղակի ասենք հեռախոս անլալա լինում, տատիկ ավելի շուտ մահանում։ Տատին շատ վաղուց է մահացել։ Պապան առանց հեռախոս չի կարում։ Հեռախոսը դա իրոք մեր կյանքի անբաժան մասն է։ Ուղղակի ինչպես նշեցի, պետք է շատ ճիշտ օգտագործել հեռախոսը։ Մարդիկ կան, ովքեր հեռախոսն օգտագործում են ուղղակի։ Այսօր յուրաքանչյուրի ձեռը կա բջջային հեռախոս եւ յուրաքանչյուրը չգիտես ինչու կարողանում է, որի մասին որ իրոք ես ցավ եմ ապրում, յուրաքանչյուրը կարողանում է ոչ առողջ քննադատել ինչ որ մի բան, հայոյել, լկտի ինչ որ նյութեր տարածել, ինչ որ սուտ բաներ անել, մանավանդ հիմա AI-ով այնքան սուտ վիդեոներ են տեղադրվում ու այդ սուտ վիդեոները տեղադրվում, հա, ու յուրաքանչյուրը դա գիտեք ոնց սիրուն չի, երբ որ դու չիմանալով ինչ-որ մի բանի մասին, այդ նյութը տարածում ես ու փաստում ես, որ այդպես բան կա։ Ես եթե չիմանամ ինչ-որ մի բանը հստակ է, չեմ տարածի դա, օրինակ, կամ եթե չեմ մտնի ինչ-որ մեկի նկարի տակ, կամ ինչ-որ մեկի կնոջ նկարի տակ, կամ ինչ-որ մեկին ընդհանրապես եթե չեմ ճանաչում, մտնեմ, որոշեմ, որ ես պետք է այդ նկարի տակ կարծիք հայտնեմ կամ կարծիք հայտնի, էլի Քավլիցի ասում է կարծիք հայտնի, բայց թող այդ կարծիքը լինի առողջ, բայց ոչ թե վիավորելով ու քննադատելով քո անձը կամ քո տեսակը կամ քո գործունեությունը։ Չես սիրում իմ գործը, չես ընկալում ինձ որպես դերասան։ Շնորհակալություն քեզ։ Ուղղակի անցիր, փառք Աստծո, լիք կան դերասաններ, շատ հաղորդումներ, նայեն հաղորդումները, որոնք որ քեզ հոգեհարազատ են, բայց մի մտիր եւ ինչ որ մի հատ մորս արև սուտ եմ խոսում, կայքեր կան, չէ՞, վերնագիրը դա մորս արև սուտ ենք ասում, ինչ ասում են, կայքեր կան, ինչ որ սուտ հրապարակում անում ու տակը մտնում են ու ինչ ասես քեզ չեն ասում։ Ասում ախպեր դու արտիստ ես, պետք է կարծիքներ լսես, կարծիքներ, բայց ոչ թե հայոյանք։ Առողջ եւ առասարակ միշտ առողջ, այո։ Ես չեմ հասկանում, ես չգիտեմ քո գործունեության մասին, ես կամ կարող եմ ասեմ լավն է, կամ վատն է, կամ ես չեմ հասկանում, հա, չեզոք լինեմ։ Չեմ մտնի ասեմ, ես ինչ ես անում, ես ինչ ես սակի, ես ինչ ես, դու ինչ ես, այդ չեմ ընդունում, բայց սոցիալական հարթակը իրոք շատ անհրաժեշտ է, որովհետև այստեղով թե քո ներկայացումների գովազդները, թե ընդհանրապես քո կյանքի մասին, դե հիմա այնպես է կյանքը ստացել, որ մենք մի փոքր հայտնի ենք, մի փոքր, որովհետև ասում եմ այսօր 21-րդ դարում անհայտ մարդ չկա, բոլորս հայտնի ենք ու բացահայտված, չէ՞։ Մի փոքր հայտնի ենք, որովհետև աշխատում ենք թատրոնում, հեռուստատեսությունում կամ կինոյում ունենք մեդիա դենք ենք, ճակերտավոր ասած։ Դրա համար ըստ իս հեռախոսն ու ընդհանրապես սոցհարթակները պետք է օգտագործես ճիշտ, ի օգուտ քո մասնագիտությանը ու քո գործին։ Մնացած առումներով արդեն, չգիտեմ, ինձ թվում է կարա չլինի հեռախոս։ Ես ես եմ մտածում։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկապես մենք հիմա դիտարկեցինք մի մարդու, արտիստի, որը ոչ միայն տաղանդավոր է, այլ պետք է ընդգծել այս փաստը, որ աշխատասեր է։ Տեսեք, քանի ոլորտ մենք քննարկեցինք, բարի է, դե իհարկե այդ հատկանիշներին չենք անդրադառնում, հենց աշխատասիրությանը, որովհետև խոսեցինք մոնոներկայացումից եւ սպասվող նոր ներկայացումից, խոսեցինք կամերային թատրոնի հետ կապված գործունեությունից
բանից էլի հյուրախաղեր, նաև անդրադառնանք ֆիլմային գործունեությանը։ Առաջարկներ կան, սպասվում են նոր համագործակցություններ 2026 թվականին։ Առաջարկները միշտ կան։ Սպասվում է համագործակցություն իմ տաղանդավոր գործընկերների ու ռեժիսորների հետ միասին։ Բայց ասում եմ, էլի շատ շակերտները չբացեմ, շուտով հանդիսատեսի եւ հեռուստադիտողի դատին կհանձնեմ արդեն ես որպես պրոդյուսեր եւ որպես հանդես կգամ այդ ֆիլմում որպես համ պրոդյուսեր, համ էլ որպես դերասան, չէ, դու չկաս, ավետ, որովհետեւ ֆիլմը կրկին մոնո է, մարդ ով հայտնվում է անմարտաբնակ կղզում ու Դե ոչինչ, սա լայվ խոհանոց է եւ ամեն ինչ կարող է տեղի ունենալ։ Հետո հայտնվում է անմարտաբնակ կղզում ու փորձում է այդ իրավիճակից դուրս գալ։ Ֆիլմը արդեն առաջին փուլի սցենարական աշխատանքները կատարված են, ֆիլմը նկարահանվելու է Միացյալ Նահանգներում, ֆիլմի ռեժիսորը լինելու է Գոռ Կիրակոսյան։ Հա, որովհետև այնտեղ կղզի կա, մեր Սևանը Դևալա կղզիան սիրուն չի լինում, էլի։ Հա, որովհետև այնտեղ կղզիներ կան շատ, Աստված առաջ, եթե ամեն ինչ շատ լավ հաջողվի, կներեք, այս տարի կնկարահանվի ֆիլմը եւ 2027 թվականին արդեն գարնանը կհանձնվի արդեն հեռուստադիտողի եւ հանդիսատեսի դատին։ Ֆիլմերի առաջարկներ կան, հիմա այս պահին էլ կան, որոնցում պետքա փոքրիկ ինչ-որ իմ մասնակցություն ունենամ, ավելի շատ այս պահին զբաղված եմ իմ նոր մոնոներկայացման հետ կապված սցենարային աշխատանքների, իմիջիայլոց ողջունում եմ իմ գործընկերներին սցենարական աշխատանքով, ովքեր որ զբաղված են, որովհետեւ նրանց շնորհիվ է որ կարողանում եմ ես համել ինձ ներկայացնել հանդիսատեսին եւ ֆիլմի հետ կապված գործեր կան, այս տարի դրա համար մի քիչ ավելի կլինի, շատ չեմ երևա, ավելի շատ կլինի տենց պատրաստվեմ դեպի 2027 թվականը։ Որովհետեւ ավելի շատ է սկսել ֆիլտրել, թե ուղղակի չես ընդունում առաջարկները։ Չէ, տես, ես երևի թե այն մարդն եմ, ովքեր որ ինձ ճանաչում են, գիտեն, որ ես երբեք չեմ կարողանում ասել չէ։ Ես ինչքան էլ որ զբաղված լինեմ, եթե մարդը զանգարում է ինձ ու ունի այդ պահին, ասենք նույն այսօր կարա չգայի, չէ՞։ Կարա չգայի։ Բայց դες ինչ հավես զրուցում ենք։ Ինչի չգայիր։ Դե տենց ավետ։ Չէ, ինչի լավ զրուցում ենք։ Հետո կարա, նայ որ ասեմ կարա չգայի, ասեք կարա։ Ես հենց եկա։ Նայ, բայց որովհետև շատ եմ սիրում ձեզ ու շատ եք կարող դրա համար եկա ու չեմ կարողանում մերժել ինչ-որ միտեղ գնալու կամ ինչ-որ մի բան անելու։ Ու իմ ընկերները դրա մասին գիտեն, օրինակ իմ շատ լավ ընկերը Արմանը Միտյան ինձ միշտ ասում է դու այն մարդն ես, որ կարան քեզ չզանգենք, ուղղակի զանգենք, ասենք ապեր դետի վաղն է։ Ոչ պայմանորեն, որովհետև եթե ինքին զանգում է այդ բանը ասում ռապ սես մի հատ բան կա, ժամը քանիսին, վերջի մենտ է, էլի։ Ճիշտ է, ես փորձում եմ այնպես անեմ, որ կարողանամ օգտակար լինեմ, թեկուզ մի փոքրիկ, բայց օգտակար լինեմ, որովհետև գիտեմ, այդ գույնը պետք է այդտեղ։ Եթե իրանք ուզել են, ուրեմն պետք է։ Ինձ երբեք սենց չեմ պայել։ Եթե սենց պայի, օրինակ ավետի հետ բեմ չէի բարձրանա, բայց դերում ես բարձրանում եմ բեմ, որովհետև Հիմա հասկանում եք։ Հասկանում։ Նա ես մի հատ ուրիշ հաղորդում կմտածեմ Անահիտ ջան, դու մենակ կվարես այդ հաղորդումը։ Լուր է, ասենք։ Լուր է, այլ դու մենակ վարի, որովհետև ես խանգարում եմ։ Ռա հարցունես ավետ, բրծավես։ Չէ։ Եթե վատ եմ խոսում ու արագ եմ խոսում, ասեք կարան չխոսել, լավ։ Ես եթե կուզենայի օրինակ կարողանային Եփ եք անդրադառնում հովանավորին ու նվերներ կա հովանավոր։ Հովանավորների կողմից նվերներ կա, դա ամեն ինչ ամանորից առաջ չուղարկեցիք այդ նվերները, եթե դե հիմա այդպես ստացվեց։ Okay, ասեք։ Ռաֆ, այսպեսի մի հարց, քեզ անսահման շատ են հարցնում դրա մասին, ուզում ես մեկ հարցնել, հա։ Չէ, մի հարցրի այդ հարցը։ Չհարցնենք։ Որովհետև դա քեզ քո ինչ գործ։ Դե ուղղակի ինձ չէ, ես անձամբ գիտեմ, հեռուստադիտողներին է հետաքրքիր։ Հեռուստադիտողների համար ես ունեմ սոցարտակ, եթե ես բանի մարը կասը։ Ձեր էֆիրում եմ ես։ Ուզում եք էքսկլյուզիվ լինել։ Չէ, դուք չեք կարող էքսկլյուզիվ լինել, որովհետև դա չի լինում։ Այդ բանը Դավիթի բանդ որտեղ է ցած։ Այս նվիրել է ինձ։ Սիման։ 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 Մերսի։ Սիման, ձեր Սիման։ Օ, ինչ լավ է։ Աշխատավար սիտեմ, Ռաֆել շատ շնորհակալ ոնց Անահիտ ջան։ Նորմալ է, հայկը ոնց է։ Իմացակ էս վերջերս։ Ջենջա իմացա, տեսա, ապրեք շատ լավ է։ Իմիջիալից որ խոսում եք ներկայացնում ես, դուք երբևիցե իմ ներկայացումներին եղել եք։ Իհարկե եղել։ Որն ես եղել։ Ես թրաֆիկին եղել եմ մայրիկիս հետ։ Թրաֆիկը դա 2018 թվականն էր, 2018-ից հետո Անահիտ էլ չի գնում հատա։ Մեր շատ սիրելի Գոռի ներկայացմանն եմ եղել։ Ամնեզիա։ Գոռը, այ ճիշտ է։ Ճիշտ է։ Դու ճիշտ է։ Իսկ դուք Փահլևանը նայել եք։ Իհարկե։ Դու նայել ես Փահլևանը, դուք տղեկ նայել եք, դու նայել ես Փահլևանը։ Ձերդ կարի տակա չես առնում գաս։ Սպասում եք որ Ռաֆոն գա հրավիրատորս կբերիմ։ Ես հրավիրում եմ։ Իմիջիայլոց քեզ չեմ հրավիրում։ Մերսի։
որտեղ եկել են, ձեր եկել տեսել են։ Քեզ Հայկի հետ միասին համեցեք անպայման, ինձ ուղղակի կասեք հունվարի 14-ին է հարմար թե 16-ին, ես Տոմսին անպայման, այսօր Տոմս չեմ բերել, որտեղ մտածի չի հասնում, բայց կբերեմ, կտամ, եթե բանին է ասեք, կտամ անպայման, որտեղ Տոմսը պրոստո մաշուտ, ասա։ Շնորհակալություն եւ թող միշտ այդպես գնում ենք արդեն բրծավ հաղորդում։ Դեռ զրուցում ենք։ Հա, արդեն կամած պետք է ուզած չուզած հանգուցալուծմանը մոտենանք։ Հանգուցալուծումը այդ ինչ առավոտ ինչ ես դժվար բառեր ասում։ Մարդը գնում է։ Ես սրանից առաջ ավելի դժվար բառեր օգտագործեցի, եթե Իսկ այն աղցանը եպ եք ուտել։ Այն աղցանը կուտենք անպայման, ես առաջարկում եմ մենք կարճատև գովազդային դադար ունենանք, ասենք Ինչի համար, օրինակ ավելի կարևոր է իմ խոսքը, թե գովազդային դադարը, այս պարագայում։ Յուր եք բերել այսքան տեղ, գովազդային դադարը ո՞րն է։ Գովազդային դադար չէ, մենք գովազդային դադար ենք ունենում, որից հետո մենք աղցանը կուտենք, բայց արդեն այս հետ չկա մեր։ Հիմա այս մեկ հաջող գնա։ Հա, օքեյ։ Շնորհակալ ենք, որ մեզ տաղավարում էիր։ Շատ արագ եմ գնում։ Մեծ հաջողություններ ենք ձեզ մաղթում, իսկապես խոստումն ալից տարի է սպասվում եւ ինչպես ասացիք ամենասկզբում, ինչ ասում եք դա էլ անում եք, ուրեմն այնինչ մտածում եք, այնինչ գծագրված է, թող իսկապես կատարվի եւ մենք էլ սիրով կլուսաբանենք։ Շնորհակալություն ձեզ։ Ինչ կմաղթես դու հերոստատիտողներին։ Նախ շնորհակալություն ձեզ լուսավոր տաղավարի ողջ անձնակազմին, որոնք որ ինձ շատ երկար տարիներ արդեն հոգի հարազատ են, ընկերներ են, կարելի ասել ընտանիքի անդամներ, այս տաղավարն էլ ինձ շատ հարազատ տաղավար է, որովհետև իմ առաջին քայլերը ես հեռուստատեսությունում սկսել եմ հենց այս տաղավարից, այստեղ կային բազմաթիվ տաղավարներ, որտեղ որ ես հանդես եմ եկել իմ գործընկերների հետ միասին ու յուրաքանչյուր լուսաբաց փորձել ենք տրամադրություն փոխանցել տարատեսակ հաղորդումներով, մի խոսքով ընկերներից բոլորին ողջույն, ովքեր որ աշխատում են Ետնաբեմում բոլորին ապրեք որ կան Աքսանս եկավ աշխարհի ամենալավ ու սիրուն բարի Աքսանն եկավ ինչպես միշտ այն ժամանակ ելիք այն ժամերին միշտ գալիս էր դες միա ձերքորանում գնում էր բան չի փոխվել իմ Աքսանի մոտ նացին բարևներ ուսախ ասում այլ կիսում բոլորին ովքեր որ այս պահին դիտում էին ավել պակաս կներեք այն ինֆորմացիան որ փորձում ենք փոխանցել ձեզ հավատացեք առավոտ շուտ այն որ ուղղակի նոր սկսում է աշխատել այս էլ է 10%-ներ շատ ինֆորմացիա կա որ կարելի է ձեզ փոխանցել հետևեք մեր ընկերներին յուրաքանչյուր լուսաբաց կամ սոցհարթակներով եւ կիմանաք այն նորությունները, որի մասին որ դուք սպասում եք կամ ուզում եք իմանալ։ Շնորհակալություն ձեզ, թող ձեր տաղավարը միշտ լինի լեփլեցուն, թող ձեր տաղավարը միշտ լինի գունավոր ու լուսավոր ու իմ նման միշտ պոզիտիվ մարդիկ կան, որովհետեւ մեկ-մեկ նայում եմ գալիս են ցած նստում են Գովազդ Սիրելի հեռուստադիտողներ, մեր տրամադրությունը շատ բարձր է, քանի որ Ռաֆայել Երանոսյանը եկավ, էփես, թափեց ու գնաց։ Մի հատ էլ ասել ուտելու բան չի, ասեմ, որ շատ համեղ է ստացվել։ Շնորհակալություն եմ ուզում քեզ հայտնել աղցանի համար եւ իհարկե հատուկ սմուզիի համար եմ ուզում շնորհակալություն հայտնել, որովհետեւ ներառված էր մեջը կաթ։ Այո։ Ինչ եկել առավոտ չտասնեմ կաթ, Էլիզա լավ էլ ինչ, նենց համեղ ստացվել, խնդրում եմ անպայման մեկ անգամ եւս հիշեցրու հեռուստադիտողներին, թե սմուզիի մեջ ինչ է ներառված։ Ներառված է կաթ, սերմերից մենք նախընտրել ենք կտավատի եւ չիայի սերմեր, բանան եւ կակաո, այո, հակաօքսիդանտներով, վիտամիններով, սպիտակուցով հարուստ։ Շատ սիրում ենք, շնորհակալ ենք, որ փորձում ես մեզ ամեն հնարավոր տարբերակները, որ մենք առողջանվենք, սպորտով զբաղվենք, մնում է որ մենք խորհուրդներին հետևենք եւ ել ավելի առողջ եւ գեղեցիկ լինենք, մենք շատ սիրում ենք հանդիպենք մյուս երկու շաբթի, իսկ ձեզ վաղը հաջողություն։ Ավետ Անահիտ խոսքը ձերն է։ Շնորհակալություն։ Դե կհամտեսենք, կասենք համեղ էր, համեղ չէր, բայց վստահ ենք, որ համեղ էր, այնպես որ մենք էլ անհամբեր ենք, դուք էլ եթե տանը պատրաստել եք, սիրով կճաշակեք արդեն րոպեներ անց։ Սիրում ենք ձեզ, շնորհակալություն, որ մեզ հետ եք, որ օրը սկսեցիք մեզ հետ, մենք էլ սիրով եւ բարձր տրամադրությամբ սկսել ենք ոչ միայն շաբաթը, ամիսը, այլ նաեւ տարին։ Սիրում ենք, եղեք առողջ, կհանդիպենք վաղը։ Հաջողություն։